ասեն տեխնիկական խնդիրներին, այդ թվում նաև ֆանտաստ գրողների, որոնք շատ էլի լայն սպեկտրով են այդ հարցերը դիտարկում, օրինակ կարելի ասենք այդ ֆանտաստ գրողներից վերջերս իմ սեղանին էր Ուրսուլա Լե Գուինի ռուսերեն եմ կարդացել «Парус для писателя» առագաստ գրողի համար շատ հետաքրքիր գիրք է եւ ոչ միայն ֆանտաստ հեղինակների, այլև առհասարակ գրողի համար շատ ուսանելի գիրք է։ Բրեդբերին ունի ձեն կամ գիրք գրելու արվեստը, Ֆիլիպ Դիկը Լավեսեներ ունի ֆանտաստ եւ մի քիչ այդ ժանրի կաղապարները առհասարակ հաղթահարած հեղինակ։ Էլի կարելի է հիշատակել նման ստեղծագործություններ բայց ինչն էր ուշագրավ այն Լամոտի գրքում, որ ինքը շեշտադրում է դնում է առաջին խնդիրը, որից սկսում է ինքը, դա գրողի կյանքը որպես գրականություն ապրելն է, ամենակարևոր բանը, ես էլ եմ դրանից ուզում սկսել, կյանքը, սեփական կյանքը որպես մենք շատ հաճախ մոռանում ենք, որ գրող ենք, անգիտացած ենք այդ փաստը ապրում, չէ, ոչ ոք էլ շատ քչերն են, որ այդ գրողի կեցվածք մոռանանք, որ կեցվածք են ընդունում շատերը, դա կեցվածքին չի վերաբերում, որ գրողական կեցվածքին, այլ որ մենք անգիտանում ենք, որ գրող ենք առհասարակ եւ կյանքին այդ ստեղծագործական աչքով չենք մոտենում։ Մենք կարող ենք սպառում ենք մեր զգացմունքները, մեր տպավորությունները, մենք չենք վերլուծում, չենք իմաստավորում այդ ամեն ինչը, շատ հաճախ անցնում ենք այդ ամեն ինչի կողքով, մինչդեռ իրականում գրողը պետք է իր կյանքի յուրաքանչյուր դրվագ իմաստավորի, ապրի այդպես։ Մենք օրինակ մանկությունից եկած մեր տպավորությունները ինչի՞ է, ասենց սովորաբար հայ գրականության մեջ այդպիսի մի բան կա, շատ հայ գրողներ գալիս են մի լավ ժողովածու են թողնում, մանկության իրենց պաշարը բերում են, սպառում են ու սպառվում են, դրանից հետո այդ փորձառությունը իրենք այլևս չեն փորձում, դե մանկությունը հասկանալի է, այնտեղ բյուրեղացած տպավորություններ կան, հիշողություններ կան, անվերջ գանձարան է, ես բան չունեմ ասելու եւ գրողներ կան, որ միայն ու միայն մանկության մասին են գրել, օրինակ ասենք Բրունո Շուլցը, իր ամբողջ արձակը մանկության մասին է, ուրիշ ոչ մի բանի մասին չի գրել, բայց այնքան է խորացել, այնքան մեծ աշխարհ է բացել այդ պատուհանից, որ շուտով հայերեն է թարգմանվելու լեհերենից Բրունո Շուլցի փոքրիկ գիրքը ընդամենը իրենից մնացել, մի վիպակ եւ պատմվածքներ, բայց ինչևէ, մենք դրանից հետո որպես գրող դադարում ենք, այսինքն որն է սնուցման աղբյուրը, գրողներ կան, որ գրականությունից են սնվում, բայց գրականությունը մի երակ է, որը միայն գրականությամբ չի սնվում, նաև պետք է անպայման կյանքից սնվի, ընթերցանությունը շատ կարևոր է, բայց այդ երակը պետք է նաև սնվի կյանքից, երբ որ դու զարգացնում ես քո մտածողությունը, կյանքի ճանաչողության փորձը մտածողությամբ ճանաչելու, երևույթները իմաստավորելու, դիտարկելու, հարստացնում ես քեզ դրանով, շատ ավելին ես կարողանում կյանքում նկատել, իմաստավորել, իսկ ֆանտաստ գրողի համար սա շատ կարևոր բան է, որովհետև եթե մենք ինչ-որ մի երևույթ դիտարկում ենք, փորձում ենք ճանաչել այդ երևույթը, մենք անպայման այդ երևույթի անցյալից գալով գնում ենք նաև դրա հետագա զարգացումները դեպի դրա հետագա տրանսֆորմացիաները այդ երևույթի կամ որևէ առարկայի եւ այլն, այսինքն գնում ենք դեպի ֆուտուրոլոգիա։ Հիմա ընդհանրենք ես ճանաչում եմ գիրք հասկացությունը, փորձում եմ ճանաչել գիրք հասկացությունը, ես հասկանում եմ, որ գիրքը այդ ճանաչողության արդյունքում հասկանում եմ, որ գիրքը ոչ թե այս ժամանակում թողած դրոշմն է, թեկուզ եւ պատմական մի քանի դարաշրջանում, ասենք, թողած դրոշմն է, այսինքն թղթի վրա տպագիր բան, դա ինչ-որ ժամանակի պատկերացում է, որը հառնել է այսօր իմ աչքի առաջ։ Գիրքը առհասարակ ես տեսնում եմ, որ ժամանակին եղել է արձանագրություն, քարե արձանագրությունների վրա, հետո մագաղատների, հետո հիմա էլեկտրոնային կրիչների, ուր կգնա, ես արդեն փորձում եմ հասկանալ, որ
Գիրքը ընդհանրապես մակեր է սա, գիր դրոշմող մակեր է սա։ Գիրքը այն չի, որ մենք այսօր տեսնում ենք, ասենք, թղթի ֆորմատով եւ այլն եւ այլն։ Եվ այս երևույթը տեսնելով թե ինչպես է, կամ օրինակ ասենք բանալի հասկացությունն ես դու ճանաչում, դու տեսնում ես, որ այսօր բանալին կարող է ընդհանրապես մի մատի հպում է գալով անցյալից, այսինքն ֆանտաստ գրողը հատկապես պիտի բոլոր երևույթների, սա ինչի եմ ես ասում, որովհետև եթե դու ստեղծում ես մի ապագային վերաբերող իրականություն, ապագայի իրականություն, դու այդ իրականության բոլոր հնարավոր տրանսֆորմացիաները, բոլոր երևույթների պիտի ճանաչած լինես։ Այնտեղ ամեն ինչ պիտի համապատասխանի այդ ապագային, որ հանկարծ չլինի, հանկարծ թղթով գիրք մնացած չլինի քո այդ պատկերած իրականության մեջ, այս դա ժամանակավոր անախրոնիզմ է դառնում։ Դրա համար շատ ստեղծագործություն, ֆանտաստիկ գործեր հնանում են հենց այդ բանով, որովհետև ինչ-որ մի ֆանտաստիկ իրականություն է պատկերվում, բայց այնտեղ կան ճեղքվածքներ, արխայիզմներ, ժամանակավրեպ բաներ, որոնք որ արդեն հնացած են, արդեն իսկ հնացած կամ ներկայիս են վերաբերում, դա այդպես չի մնալու։ Այսինքն, եթե դու Բրեդբերին ասում էր ապագայի ժանրը ֆանտաստիկան է, ունալ այդ միտքը, ու հասկանում եմ, թե ինչու էր ասում, որովհետև մենք մտել ենք մի ժամանակաշրջան, որ ֆանտաստիկայի մեջ շատ քիչ է կարևորվում բաներ, որոնք որ կարևորում են ավելի շատ դասական գրականության մեջ, մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ որ ապագային շատ արագ է զարգանում են, ապագան շատ արագ է մեզ ընդառաջ գալիս։ Երևույթների ճանաչողությունը դա այն սնուցման աղբյուրն է, որ գրողը մենակ չի կարող ինտուիտիվ ճանաչողությամբ զբաղվել։ Ինքը պիտի անպայման զարգացնի իր մտածողությունը, մտածողությամբ երևույթները դիտարկելու, ճանաչելու ունակությունը եւ ցանկացած իրեն ընդառաջ եկող երևույթ, իրողություն ինքը պիտի պատրաստ լինի իմաստավոր։ Կուզեի անդրադառնալ, դա անպայման ընթերցանությունն է։ Ուրեմն ինքնուրույն մտածողություն, գրողը պիտի ունենա ինքնուրույն մտածողություն, բոլոր մեծ գրողները, ասենք, վերցրեք օրինակ ասեմ, ես ժամանակին հիանում էի Վիկտոր Հյուգոյի կյանքի վերաբերյալ ամենալայնահայաց դիտարկումներով, կյանքի տարբեր երևույթների, իրողությունների, շատ խորը իմացությամբ, ճանաչողությամբ, իսկ ինքը ինչ էր անում, գնում էր մի ամայի փարոս, այդ փարոսում օրերով մտածում էր, ոչինչ չէր անում, այսինքն ոնց կարող է գրողը այդպես մեքենաբար ապրի, ինչ-որ տպավորությունների տրված, դա իմիջիայլոց տպավորություններն էլ ժամանակի հետ բթանում են մարդու մոտ, տպավորվելու այդ կարողությունը ժամանակի հետ կարծես թե մեզ մոտ բթանում է, շատ քիչ բան է արդեն մեզ զարմացնում, գրողը ինչ որտեղ պետք է մնա նաև այդ մանուկը, այդ զարմանալու ունակությունը չպետք է իր մեջ կորցնի, բայց այս ճանաչողությունից զատ ես կուզեի շեշտել նաև, քանի որ ընթերցանությանն էլ անդրադարձանք, անպայման ընթերցանությունը։ Գրողը պիտի անդադար ընթերցի, կյանքի բոլոր ես զարմանում եմ, որ այստեղ ասենք հայկական իրականության մեջ մի ընթերցած գրող են տեսնում, ասում են դու կամ ազդված ես, նման բան չպիտի քննարկում ընդհանրապես չպիտի լինի, էլի, պիտի գրողը միշտ էլ կարդացած լինի, դա նոնսենս է, աբսուրդ է, որ գրողը գիրք չի կարդում, իրան համարում ամենակ գրող։ Թե ինչի, եթե գրողը այդ հարցը տալիս է, թե ինչի ինքը պիտի կարդա, այդ արդեն ուրեմն իրան կարելի է ընդհանրապես ոչինչ չբացատրել եւ թողնել են, որոնք պիտի բոլոր ժանրերը կարդա։ Պարտադիր չի, որ ինքը եթե բանաստեղծ է, ուրեմն մենակ բանաստեղծություն կարդա, արձակագիր է, ուրեմն մենակ վեպեր կարդա։ Բրեդբերին ասում էր իմ գաղափարները շատ հաճախ բանաստեղծություններից են։ Ես ասում եմ շատ բանաստեղծություններ եմ ընթերցում եւ բանաստեղծություններից գաղափարներ են տալիս։ Օրինակ կուզեի վեպը բարբարոսներին սպասելիս Կոստանդինոս Կավաֆիսի մի բանաստեղծությունն է, ամբողջությամբ, նույն անուն բանաստեղծությունն է, բարբարոսներին սպասելիս, Վաժիդանի Վարվարով։ Այդ բանաստեղծությունը կարդում ես, կուզեի նույն վեպն է, եւ վերնագիրն է նույնը, եւ գաղափարն է նույնը, ամեն ինչ նույնն է։ Ես կարող եմ ասել, որ բանաստեղծությունը, բանաստեղծները
շատ բան են հուշում արձակագիրներին եւ արձակագիրը անպայման պիտի բանաստեղծություններ կարդա, ոչ միայն այդ նկատառումով որ գաղափարներ հուշեն իրան, դա մի քիչ գրականությանը նաեւ չի կարելի է շահագործելու իմաստով մոտենալ, կարդան որ ինձ ինչ որ մի չի կարելի է շահադիտական տեսանկյունից մոտենալ, ուղղակի դու պիտի անշահախնդիր ձևով երեխայի նման խաղացող լինես, ոնց է երեխան նստում է խաղի, ինքը գիտի որ շահ չունի այդ խաղից, դու էլ այդպես պիտի կարդաս գիրքը, գրականություն, այլ գրականություն, որ շահ առանց շահ հետապնդելու, դու ուղղակի պիտի ընթերցող լինես, սիրես այդ գործը, մանկական սա դրա համար շատ արվեստագետը եւ գրողը արվեստի մարդը առհասարակ նույն այդ մանուկն է եւ մի կարեւոր բան էլ բանաստեղծություն կարդալու վերաբերյալ հատկապես արձակագիրներին համար որ բանաստեղծությունը ռիթմի զգացողության մեջ է սովորեցնում է արձակին ռիթմ է տալիս արձակը առանց ռիթմի բանի պետք չի Մարկեսը շատ հասնում է հաճախ բարձր բան լինի, լարված լինի, անընդհատ լարվածության մեջ պահի ընթերցողին եւ այլն, ռիթմը կարա առաջ տանի։ Ռիթմի զգացողությունը շատ կարեւոր է արձակի եւ առհասարակ բոլոր ժանրերի համար գրականության։ Իսկ դա լավագույնը սենց բանաստեղծությունը կարա այդ երաժշտականությունը եւ Այստեղ շատ կարևոր է որ ցանկացած մեկը որ սկսում է ստեղծագործություն գրել, հենց սկզբից որսա իր ստեղծագործության ռիթմը։ Եվ շատ հետաքրքիր է եւ կարևոր է որ այդ ռիթմը կախված լինի բովանդակության հետ։ Օրինակ ես մի պատմված որ բռնցքամարտի վերաբերյալ գրում էի, ինձ համար շատ կարևոր էր ենթագիտակցորեն ես դա գիտակցված չեմ արել, որ զգամ որսամ բռնցքամարտի ռիթմը։ Այդ որ մարդիկ իրար այդպես բռնցքամարտի են մտնում կամ ասենք հարվածում են տանձիկին, այդ ռիթմը փոխանցվի իմ գրած պատմվածքի մեջ։ Այսինքն դու պիտի բանը կարողանաս հիմա ընդհանրենք օրինակ տիեզերական ոդիսականը Արթուր Կլարկի որ կարդում ես, այնտեղ մի հատ շատ հզոր ռիթմ կա, դասական երաժշտության, շատ հզոր ռիթմ կա, դու կարաս այդ կոմպոզիցիայի ձևով բե ամեն ինչի մեջ կարելի է այդ ռիթմը տեսնել ես որ բիլիարդ եմ սիրում ես բիլիարդ գնում եմ նայելու կամ խաղալու ռիթմի համար այստեղ ինչ կոմպոզիցիա ստացվեց այդ երաժշտությունն է կարելի է այդ ձևով շախմատին նայել շախմատն էլ ասենք հետաքրքիր է ով ինչ երաժշտություն խաղաց այդտեղ ինչ կոմպոզիցիա ստեղծեց այդ առումով եւ կոմպոզիցիան էլ է շատ կարեւոր եւ ռիթմն էլ է շատ կարեւոր այդ զգացողությունը յուրաքանչյուր աշխարհ իր ռիթմը բերում է բան պոտենցիալով ունի այդ ռիթմը դու պիտի փորձես ուղակի լսես այդ ռիթմը հիմա օրինակ ասենք իմ այս նոր վերջին վեպիս մեջ ես փորձել եմ այդ աշխարհին հաղորդել քանի որ իմ ծննդավայր քաղաքի մասին է Վանաձորի, այսինքն ոչ թե մասին գործողությունները այնտեղ են ծավալվում, այդ անձրևի ռիթմը անընդհատ ես պիտի պահեմ, իմիջայլոց ռիթմը ամբողջական պիտի լինի։ Չի կարելի թույլ տալ ստեղծագործության մեջ ռիթմի շեղումներ, ռիթմիկ շեղում, կարող է ժամանակակից երաժշտության մեջ էլ է դա արվում մի ուրիշ ռիթմա, մեկ էլ հանկարծ ռիթմը փոխվեց։ Կարող է դա պոստմոդեռնիստական մոտեցում է, կարող է, բայց ամեն դեպքում ես կողմ եմ ստեղծագործության ամբողջությանը բոլոր տեսանկյուններից եւ սյուժեի միասնականությանը կամ միասնականություն հասկացություն, որը պահում է ստեղծագործության բոլոր մասերը։ Դա շատ կարևոր է, որ ստեղծագործությունը ամբողջական տպավորություն թողնի եւ ամբողջական պիտի լինի նաեւ ռիթմը, ամբողջական պիտի լինի մթնոլորտը, ամբողջական պիտի լինի սյուժեն, կերպարները, այսինքն այդտեղ շատ նուրբ աշխատանք կա անելու Սա այսպես ռիթմի մասին եւ եկանք բանաստեղծությունի ես հիմա կուզեմ անդրադառնալ շարադրանքին ընդհանրապես նախորդող հիմնական աշխատանքին մինչեւ գրելը ինչ պիտի անի հեղինակը ես ասեցի առաջին հերթին որ գրողը պիտի ապրի որպես գրող այսինքն աշխարհը պիտի ընկալի շատ հաճախ ոնց պիտի անի կարա օրագիր պահի
որովհետև շատ բաներ մեր միջից անհետանում են։ Կարա օրագիր պահի, ուղղակի ինչ-որ դիտարկումներ անի, գրառումներ անի, բոլոր քիչ թե շատ նշանավոր գրողներն էլ ինչ-որ գրառումներ անում են, կարողա դրանք չհրապարակեն, ես դա չեմ էլ ողջունում այդ հրապարակումները, որտեղ որ հրապարակում ես, դրանից մի տեսակ ազատվում ես։ Իսկ այսօր մեր բոլոր շատ գրողներ Facebook-յան մի հրապարակումով այդ բանից ազատվում են, այդ տպավորություններից, այդ դիտարկումներից իրանց ազատվում են։ Ես օրինակ չեմ, ես նաև երազների օրագիր եմ պահում։ Ու այն երազները, որոնք որ ես գրառում եմ, շատ ավելի լավ եմ հիշում, քան նրանք, որոնք որ դե կան ավելի տպավորիչ երազներ, որոնք այդպես հիշում եմ։ Կարող ես այդպես փոքրիկ գրառումներով իմաստավորել, ամփոփել քեզ այդ տեղի ունեցող իրադարձությունները։ Սա որպես կյանք, բայց առհասարակ դրանք կարողա ոչ մի վեպի մեջ էլ չմտնեն, ոչ մի ստեղծագործության մեջ էլ չմտնեն, բայց կարող է մտնեն։ Այսօր մենք խոսում ենք այն գրողներից, որոնք որ սեփական ստեղծագործությունների մեջ, սեփական ստեղծագործություններից մեջբերումներ են անում կամ անգիտակցաբար կամ ինչ-որ մտածված կերպով, Վիսոցկին ասում էր «Сам у себе ворую, имею право»։ Հնարավոր է նման բաներ, բայց լավ է, որ այդ ամեն ինչը ամրագրված լինի։ Ինչա պետք անել, ինչ պիտի անի գրողը, երբ որ ստեղծում է մի աշխարհ, հատկապես մի իր ամփոփ ինքնուրույն օրինաչափություններով ապրող մի իրականություն ու աշխարհ, որը կարող է նաև հերմետիկ աշխարհ, որը կարող է եւ կապ չունենա մեր այս իրականության հետ։ Ինչ պիտի անի դրա համար։ Առաջին հերթին գրողը լավ պիտի պատկերացնի այդ աշխարհի աշխարհագրությունը, այդ աշխարհի տոպոգրաֆիան, որտեղ ինչա դրված այդ աշխարհում։ Եթե սենյակ է նկարագրում, ինքը պետք է հստակ իմանա այս որտեղը այս սեղանա դրված այդտեղ, այդ սեղանի վրա ինչա դրված, դա կարող է ինքը չօգտագործի առհասարակ։ Բայց այդ իմացությունը զգացվում է։ Հետո հակառակ դեպքում սխալներ կարող են առաջանալ, ոնց որ ասենք Դեֆոյի մոտ էր, որ ասում է գնաց բանը անդրավարտիքը հանեց գնաց նավ մտավ պաքսի մատը դրեց գրպանները հետ եկավ, արդեն ինքը մոռացել է որ բանով անդրավարտիքով չի էլի Ռոբինզոն Կրուզոն։ Այսպիսի հակասություններ շատ են գրականության մեջ հանդիպում, դրա համար շատ լավ կլինի, որ գրողը այն աշխարհը, որի մասին ինքը պիտի գրի, որը պիտի պատկերի, շատ լավ պատկերացնի։ Այդ ուժը զգացվում է։ Եթե դու լավ չես պատկերացնում այդ իրականությունը, դիմացինը նաև չի կարող պատկերացնել դա։ Եթե դու հստակ ես պատկերացնում, դիմացինիդ վրա դա ազդում է։ Բանը Սթիվեն Քինգը գրականությունը համեմատում էր տելեպաթիայի հետ։ Այսինքն դու դա հեռազգայություն է։ Դու փոխանցում ես, այո։ Եթե դու կարող ես, եթե դա քեզ տպավորում է, դու զգում ես, լավ ես պատկերացնում այդ ամեն ինչը, կադրդ կինեմատոգրաֆիկ է, պատկերացնում ես դա։ Խաբեության բանը որն է, գրականությունը ինչ որտեղ նաև բան է, չէ, ասենք պատրանքա սուտ է, ինչ որտեղ ճշմարտություն հետամտող սուտ է։ Հա, բայց ասենք ինքը խաբեության բանը որն է, եթե մեկին խաբում ես, պետք է ինքդ հավատաս լավ դրան, այդ քո ստին։ Եթե չես հավատում քո ստին, դու չես էլ կարող խաբել։ Դու պետք է լավ պատկերացնես այդ սուտը, որ կարողանաս խաբել դիմացինին։ Դու պետք է ապրես դրանով։ Ընդ որում կրկնում եմ ամենաչնչին դետալներով իսկ պիտի լավ պատկերացնես այն աշխարհը, որը պատրաստվում ես նկարագրել, որոնց մոտ այդպես ինչ-որ մութ կողմեր կան, ինչ-որ բաներ, խորհրդավոր բաներ են մնում, մթություններ։ Դա էլ ես դա ողջունում եմ, շատ բան պիտի այդ առեղծվածի քողով պատվի եւ այլն, բայց դա կարելի է անել խմբագրման փուլում արդեն։ Բայց դու պիտի հստակորեն պատկերացնես այդ միջավայրը։ Նույնն էլ ես կասեի հերոսների վերաբերյալ։ Երկրորդ աշխատանքը, որ պիտի գրողը կատարի, դա իր հերոսներին լավ պատկերացնելն է, այն կերպարներին, որոնց որ պատրաստում է ստեղծել, պատկերացնելն է։ Ես միշտ համեմատում եմ մարդու ուղեղը, միտքը համեմատում եմ արգանդի հետ, որտեղ մարդը հասունանում, ի վերջո ծնվում է, եթե այդ մարդը չհասունացավ քո ուղեղում, նա համոզիչ չի լինի, կլինի ստվարաթղթե կերպար, ինչպես ասում են, չի համոզի։
բայց եթե դու մարդ ես օժտում, ընդ որում պահեք ձեզ մոտ գրառումների նոթատետր եւ գրառեք, թե ինչպիսին է այդ մարդը առհասարակ, դա պարտադիր չի իր դիմագծերի մասին դուք խոսեք, բայց օրինակ ֆիզիոգնոմիկա կա, որը ասում է, այս վերջերս մի վեբ էի թարգմանել, խմբագիրը ինձ հետ վիճում էր, ասում է, ինչ անշուշտ վճռական ծնոտ, արի այդ արտահայտությունը փոխենք, հանենք, ես ասացի, որ ֆիզիոգնոմիկայի մեջ կա նման պատկերացում, որ ստորին մասը դեմքի կամային հատվածն է մարդու, հետևաբար կարող է լինել եւ վճռական ծնոտ, միջին մասը զգացական հատվածն է եւ վերին մասը մտային հատվածն է։ Գրողը ֆիզիոգնոմիկա, ես չեմ ասում գնացեք անպայման ֆիզիոգնոմիկա ուսումնասիրեք։ Ես չեմ ասում գնացեք ֆիզիոգնոմիկա ուսումնասիրեք։ Գրողը շատ հաճախ 19-րդ դարի գրողները շատ լավ գիտեին մարդու խառնվածքի եւ նրա արտաքինի կապը։ Եվ շատ հաճախ ես ժամանակին ընդդիմանում էի, ասում էի, այ մարդ, այս 19-րդ դարի գրողները ինչքան շատ են, ասենք, մարդու արտաքինի, դեմքի դիմագծերի նկարագրությանը ուշադրություն դարձնում, բայց հետո հասկացա, որ դա շատ կարևոր բան է, բայց այսինքն մարդու խառնվածքի եւ դիմագծերի կապը գրողը պիտի ուսումնասիրի։ Դա ֆիզիոգնոմիկան այսօր շատերը չեն ընդունում որպես գիտություն, բայց մարդը կարող է, ես օրինակ այսօր Մարիամին նայում եմ, որ ինքը ինձ մի աղջկա հիշեցրեց, ու նայում եմ, թե ինչքան է իրանց դիմագծերի, զարմանում եմ, թե ինչքան է նույնիսկ իրանց դիմագծերը, ձայնը, ինտոնացիան, ինչքան նման բան կա, հետևաբար երևի թե խառնվածքների մեջ էլ ինչ-որ նման բան կա։ Այս մանրուքները պիտի գրողը կյանքում կարողանա նկատել, նկարագրելու ժամանակ դուք իմացեք ձեր հերոսի արտաքինը, գրառումները նոթատետր պահեք, գրեք ինչ տեսք ունի ձեր հերոսը, ինչ սովորություններ ունի ձեր հերոսը, ինչ բնավորություն ունի ձեր հերոսը, դա չեք էլ օգտագործելու, բայց պետք է այդ կերպարը ծնվի ձեր ուղեղում, որ համոզիչ լինի, այդ կերպարը պիտի խառնվածքը պիտի ձևավորվի ձեր ուղեղի մեջ, որպեսզի ինքը այդ խառնվածքը ստանա, այ օրինակ որ ժամանակին Տոլստոյը որ ասում էր Աննա Կարենինան գնացքի տակ նետվեց, ասենք դա ինձ համար անակնկալ էր եւ այլն, դա կարող է ինչ-որ տեղ մի փոքր չափազանցություն էլ լինի դրա մեջ, ինքը կարող է կանխազգար դա, կարող է ուզեր հետ պահել նրան այդ արարքից իր կերպարին եւ այլն, բայց գրողը ստեղծում է մի խառնվածք, հետո ստեղծում է որոշակի իրադրություն եւ փորձ է անում ինքը, դա էքսպերիմենտ է, տեսնելու համար թե այդ խառնվածքը տվյալ իրադրության մեջ իրան ոնց կպահի։ Եվ դա իր համար արդեն անկանխատեսելի է շատ հաճախ եւ անվերահսկելի է այդ իր վիճակը դառնում արդեն։ Դրա համար պետք է խառնվածք ծնվի քո ուղեղում։ Ես համաձայն եմ, ինձ կառարկեն, որ ժամանակակից գրականության մեջ այլևս խառնվածքներ չկան, մարդու այս համահարթեսման ժամանակաշրջանում բոլորը, ասենք, դա Կաֆկայից էլ արդեն պարզ էր, որ մարդը բոլորը միատիպ են, Կաֆկայի հերոսները նույնիսկ անուններ չունեն, տառային վերացարկմանը ընդհուպ հասած Կ, չգիտեմ, Կոբոաբեի մոտ A եւ այլն եւ այլն, այսինքն մարդ չկա, անհատականություն չկա, խառնվածք չկա, տիպական բաներ չկան եւ այլն։ Ես համաձայն եմ դրան, բայց մյուս կողմից կարող եմ ես ասել, որ բոլոր ամբողջ դասական գրականության մեջ բոլոր մեծ հզոր գրողների թիկունքում մի հզոր կերպար է կանգնած։ Սերվանտեսի թիկունքում կանգնած է Դոն Կիխոտ, Հյուգոյի թիկունքում կանգնած է Ժան Վալժան, չգիտեմ, այսպես շատ օրինակներ կարելի է բերել եւ այլն։ Կարող է այդ անհատականությունը չլինի, հատկապես օրինակ ֆանտաստիկ գրականության մեջ չի արժևորվում, չի կարևորվում լավ մարդու անհատականությունը, խառնվածքը եւ այլն, դրանք թվում է թե անկարևոր կոմպոնենտներ են, բայց ամեն դեպքում ես վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ մեծ ֆանտաստների մոտ Թեոդոր Ստարջոնը ասում է ֆանտաստիկայի 95%-ը
փուչ բան է, էլի 95% ուրա է ֆանտաստիկայի։ Եվ դա դարձնում են շատ երկրորդական հեղինակներ են այդ բանը վարկանիշը ապահովում ֆանտաստիկայի համար։ Իրականում են մեծ ֆանտաստ գրողների բոլորի մոտ էլ մշակված խառնվածքներ կան, մշակված բնավորություններ կան, կերպարներ կան եւ այլն եւ այլն։ Այսինքն կերպարի մշակվածությունը կարեւոր է նաեւ ֆանտաստիկայի մեջ մարդը ոնց արձագանքեց այս իրավիճակին, դա շատ կարևոր է այդ իրականության մեջ։ Օրինակ տեսեք, նույն Կաֆկայի օրինակով ասենք, Կաֆկայի հերոսը չի զարմանում, որ ինքը ասենք մի առավոտ արթնացել է կամ ուտիճի է կերպարանափոխվել, կամ էլ ասենք օրինակ իրան եկել են տանում են մի դատավարության, որի մասին ինքը ոչ մի բան չգիտի։ Ինքը չի զարմանում։ Այսինքն ինքը ի սկզբանե չի վիճարկում այն ֆանտաստիկ իրականությունը, որի մեջ ինքը հայտնվել է, չի վիճարկում։ Հիմա այսը արդեն ֆանտաստիկ գրականություն է։ Կարող է վիճարկել էլ իդեպ, չէ, ասենք Ալիսը ես չեմ հիշում, լավ չեմ հիշում, կարելի է այս ուշադրություն դարձնել, օրինակ Ալիսը վիճարկում էր, որ ինքը սովորաբար մենք երազի մեջ ընդունում ենք, երազն էլ է ֆանտաստիկ գրականությանը մոտ ֆանտաստիկ գրականությունը նման է մի լավ այտենց հետարքիր երազատեսության, որի մեջ շատ կարևոր է այդ արձագանքը այդ իրականությանը, կերպարի արձագանքը այդ իրականությանը։ Այնպես որ սա շատ կարևոր բան է, որ քո հերոսին փորձես ճանաչել։ Մյուս բանը, որ ես կուզեի անդրադառնալ մինչև ստեղծագործության շարադրանքը, դա մթնոլորտն է, որը ես ամենաշատն եմ կարևորում գրական ստեղծագործությունների մեջ։ Շատ բազմաթիվ վեպեր կան, որոնց սյուժեն ես չեմ հիշում, շատ բան եմ մոռացել եւ այլն, բայց ինձ տպավորել է այդ ստեղծագործությունների մթնոլորտը։ Մի աուրա, որը պահում է քեզ ամբողջ այդ ստեղծագործության ընթացքում, սկզբից մինչև վերջ, մագնիսական ձևով քեզ գամում է այդ իրականությանը։ Դա ես չգիտեմ ոնց կարելի է անվանել, բայց դա պիտի լինի ամբողջական։ Դա պիտի լինի օրինակի համար ասենք կա մի շատ հետարքիր հեղինակ, որի վերաբերյալ Ջորջ Մարտինի ամենասիրած հեղինակն է, Ջերալդ Կերշ։ Կոչվում է այդ գիրքը Գիշեր եւ քաղաք։ Ամբողջ այդ վեպը այսպես գիշերվա մթնոլորտով է լցված։ Այդ վեպը կարաս դու մոռանաս, բայց այդ գիշերվա մթնոլորտը երբեք չես մոռանա։ Քեզ քո մեջ անընդհատ այդ գիշերային քաղաքի, այդ մթության, այդ բանի։ Հիմա օրինակ նուար ֆիլմի օրինակով ասեմ, դե Ջերալդ Կերշի այդ ստեղծագործությունն էլ է նուար։ Ինչն է նուարների մեջ այսպես բնորոշը, ամենաբնութագրականը, դա հենց այդ իրիկնային մթնոլորտն է, գիշերային մթնոլորտն է եւ շատ հաճախ անձրևը։ Սա նուար ֆիլմերին բնորոշ, ամենաբնորոշ մթնոլորտն է։ Քո վեպը կամ քո եթե հատկապես դա ծավալուն ստեղծագործություն է, պիտի ունենա այդ աշխարհին մի բնորոշ, մի շատ բան, կարևոր բան։ Իրականություն, որը ես օրինակ այս վեպիս մեջ հենց սկզբից մինչև վերջ անձրև է։ Հենց սկզբից մինչև վերջ։ Ես անընդհատ ես որ հանկարծ շեղվեմ դրանից ուրիշ բան գրեմ, դա արդեն այդ մթնոլորտից կշեղվեմ։ Ինձ համար շատ կարևոր է այդ։ Երկվորյակների արևը վեպիս մեջ անընդհատ արև էր։ Արև, տապ, անընդհատ արևին վերաբերող մետաֆորներ, փոխաբերություններ, համեմատություններ, տապ, անընդհատ այս վեպը հիշեցնում է իրան տապի մասին, տապի մթնոլորտը առկա է սկզբից մինչև վերջ։ Ինձ թվում է լավ ստեղծագործությունները գոնե այս մթնոլորտը շատ բան կարող է չհիշվել, բայց այս մթնոլորտը անմոռանալի է։ Սա այն ամենահիմնական տպավորությունն է, որ ստեղծագործությունը ըստ իս թողնում է ընթերցանությունից հետո եւ երկար է պահվում։ Եվ երկար է մնում, ամենաերկարն է ապրում սա ընթերցողի հետ։ Մյուս բանը, որի մասին ես կուզեի խոսել բնականաբար սյուժեն է, ոնց է պետք կառուցել սյուժեն։ Սովորաբար տեսեք գրողները սյուժեն
կարող է կանխամտածված թվում է թե կանխամտածված չի լինում սյուժեն, բայց ես շատ անակնկալ բան պիտի ասեմ։ Օրինակ Տոլստոյի ասածին հակասող, որ Աննա Կարենինան նետվեց, իր համար դա անսպասելի էր։ Ես կասեի, որ ստեղծագործությունը հատկապես ծավալուն վեպը պիտի սկսել վերջից։ Այսինքն պիտի վերջը իմանաս։ Նոր տանես դեպի հանգուցալուծում։ Այսինքն հանգուցալուծումը հենց սկզբից պետք է պարզ լինի գրողի համար, հենց նոր տանի դեպի, որովհետև ստեղծագործության մեջ ի վերջո ամենաեականը եւ դրա մասին Մարկեսն էլ է խոսում, երբ որ գրում է ինքը մի հայտարարված սպանության քրոնիկա վիպակը, հենց սկզբից հայտարարում է, այդ օրը երբ Սանտիագո Նասարին սպանեցին, հենց սկզբից առաջին իսկ նախադասությամբ հայտարարում է այդ մասին։ Այսինքն մենք գիտենք, որ դա Սանտիագո Նասարի սպանության պատմությունն է, բայց այստեղ արդեն կարևորվում է թե այդ ոչ թե լավ ի վերջո ինչ եղավ։ Ամենապրիմիտիվ ընթերցանության մակարդակում մենք ասում ենք, լավ, բա հետո ինչ եղավ։ Սա ամենատարական ընթերցանության մակարդակն է, այս շեմը պետքա օրինակելի ընթերցողը կարողանա հաղթահարել։ Կարևոր չի թե գրականության մեջ սրանից հետո ինչ եղավ, կարևոր է թե ինչպես եղավ։ Մենք շունչներս պահած Մարկեսի այդ վիպակը կարդում ենք, որպեսզի հասկանանք, թե Սանտիագո Նասարին ինչպես սպանեցին։ Այդ ոնց եղավ։ Մեջ սա ամենակարևոր բանն է։ Ի վերջո աշխարհի ամենահետաքրքրական ժանրերից մեկը, էլի որի վարկանիշը այդպես էլի մի քանի արժեզուրկ հեղինակների կողմից, մի քանի երկրորդական հեղինակների կողմից արժեզրկված է դետեկտիվը։ Իրականում դետեկտիվի շատ փայլուն հիանալի նմուշներ կան, հենց սկսում է հանգուցալուծումից։ Ինքը հանգուցալուծումը հենց սկզբից տալիս է։ Եվ հետո հայտնվում է մեկը, որը ռեկոնստրուկցիայի է ենթարկում այդ ամբողջ իրականությունը։ Եվ սա դետեկտիվի այս հնարքը կիրառված է Էդիպի մասին դեռևս Սոֆոկլեսի ստեղծագործության մեջ։ Սա համարում են սովորաբար դետեկտիվի առաջին կոմպոզիցիան։ Այսինքն կոմպոզիցիան էլ է շատ կարևոր։ Այդ դասական բաներից մեջ հանգույց, հանգուցալուծում, կոնֆլիկտ, չէ, հանգույց, կոնֆլիկտ, զարգացում, հանգուցալուծում, սրանք որտեղ պիտի դնել։ Սա կոմպոզիցիա է կոչվում, այդ կառույցը ոնց պիտի տալ։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս ես լսարանում չեմ ասել, բայց այդ օրինակը էլի եմ բերել Արտուր Շոպենհաուերի օրինակը, որ ինքը ասում է, որ գրական ստեղծագործությունների կառուցման երկու մեթոդ կա։ Մեկը ճարտարապետական կառույցի սկզբունքն է, եւ մյուսը դոմինոյի սկզբունքն է։ Երբ որ դու դոմինոյի մի քարը դնում ես, չգիտես թե հաջորդ քարը դիմացինդ ինչ կդնի, եւ մյուս կառույցը, որը ամեն ինչ ճարտարապետորեն մտածված է այդ ստեղծագործության մեջ, նախագծված է։ Սա առաջինը դոմինոյի սկզբունքով գրում են սովորաբար այն հեղինակները, ովքեր որ ենթագիտակցության մղումով են գրում։ Այսինքն իրանց համար այդ մտածողությունը այդքան կարևոր չի, այդ դասակարգումը, համակարգումը, կոմպոզիցիան կարևոր չի, ոնց թելադրվում է, այդպես էլ գրում են։ Երկրորդը, երբ որ դասական գրականության մեջ դա շատ ավելի տարածված է, երբ որ կոմպոզիցիան շատ մտածված է, ճարտարապետված է, ստեղծագործության կառույցը եւ այնտեղ ոչ մի պատահական դետալ, պատահական դետալ, եթե ճարտարապետության հետ ենք համեմատում, Գաուդի ճարտարապետության մեջ էլ շատ, ասենք, թվում է թե ամեն ինչ նախագծված է, բայց այնտեղ բաներ կան, որ դուրս են գալիս դրանից, չէ՞։ Ինչքան էլ ուզում ես նախագծես, միևնույնն է, չես կարող այդ նախագծվածը, եթե լիարյուն է, կյանք ունի, միևնույնն է, դա կյանքի չպիտի մոռանալ այդ արհեստական երկրաչափվածությունը շատ հաճախ կարող է խանգարել ստեղծագործությանը։ Օրինակ, ասենք, նույն Ալիսը հրաշքների աշխարհումի մեջ ամեն ինչ այդպես երկրաչափված է, ամեն ինչ որոշակի օրենքների է ենթարկած։ Բայց այդքանով հանդերձ այդ ստեղծագործությունը շատ լիարյուն է, շատ կենսական բան ունի իր մեջ։ Այսինքն սրանք հակասող բաներ չեն, կարող է երկրաչափված լինի ստեղծագործությունը, այ երբ որ ստեղծագործությունը գնում է կլիշեների եւ կյանք չկա այդտեղ, ուղղակի սխեմատիզմի է վերածվում այդ ստեղծագործությունը, դա հեռանում է արդեն կյանքից։
Հիմա այս մեթոդի մասին Այն Ռենդն է շատ լավ խոսում իր էլի գրականությանը իսկ բանը բելետրիստիկայի արվեստը գրքում դա շատ ես այդ կնոջը որպես արձակագիր այդքան բարձր չեմ գնահատում ինքը շատ ավելի հետաքրքիր է որպես փիլիսոփա եւ գրականագետ եւ մի շատ լավ գիրք ունի որը շատ բան կարող է տալ գրողին ես այդ գիրքը 2 անգամ կարդացել եմ եւ ելի եմ պատրաստվում կարդալ կոչվում է բելետրիստիկայի արվեստը ինքը այդտեղ խոսում է թե ինչքան կարեւոր է որ գրողը այն ինչ որ կրում է իր ենթագիտակցության մեջ բերի գիտակցական մակարդակի այսինքն դու շատ բան կարող է քո ենթագիտակցությամբ նստես գրես խորանաս քո այդ ենթագիտակցության մեջ ասում են բանի շատ հաճախ գրականությունը ես համեմատում եմ երկնագույն անդունդ Լյուկ Բեսոնի ֆիլմի հետ որտեղ երկու սուզակ վիճում են թե ով ավելի խորը կսուզվի գրականությունն էլ է դա ով ավելի խորը կսուզվի ով ավելի շատ խորքից մարգարիտներ կհանի նա ով ավելի խորը սուզվի նա ավելի շատ բան կհանի ծովին դերքից բնականաբար ենթագիտակցությունը շատ կարևոր բան է սնուցման աղբյուր է ես դրա մասին էլի եմ խոսել մեր նախկին հանդիպման ժամանակ բայց կարևոր է որ նաև որ այդ ենթագիտակցությունը կարողանաս գիտակցական մակարդակի բերես եւ որոշակի կոմպոզիցիա հաղորդես դրան։ Ես օրինակ Ցավոս Սյուեցինի Երասկարմիր տաճարում այդ 2000 մոտ էջանոց վեպը կարդալիս մի ամբողջ A3 ֆորմատի թուղթ էի վերցրել գրառումներ էի անում 500 հերոս կա մոտավորապես այդ վեպում եւ ոչ անկարևոր եւ այդպես տոհմածառ էի գծել, սյուժետային գծերն էի գծել, տեսնում էի, փորձում էի տեսնել որտեղ են դրանք հատվում, ինչ հերոս, մենք պիտի հիշենք, յուրաքանչյուր հերոս, որ մենք բերում ենք, պատահական չպիտի լինի։ Ու Չանդլերն էր այդպես, Ռայմոն Չանդլերն էր այդպես, հերոսներ էր բերում ու մոռանում էր նրանց մասին, մեկ էլ վեպի կեսից կորչում էին այդ հերոսները։ Եթե հերոս ես բերում, դու պիտի իմանաս, որ դրա հետ նաև սյուժետային գիծ ես բերում, սյուժե ես բերում, այսինքն սյուժետային գիծ որոնք որ պիտի անպայման ինչ-որ միտեղ հատվեն։ Այսինքն այդ մտածվածությունը շատ կարևոր է, որ դու կարողանաս մտածել այդ ամեն ինչը, ես չեմ պատկերացնում, թե ասենք օրինակ Ցավոս Սյուեցինի կամ ասենք ժամանակակից ֆենտեզի նախատիպը համարվող Արիոստոյի Մոլեգին Ռոլանդը պոեմի, հսկայական պոեմա մի 3 գրքից բաղկացած, որը ֆանտաստիկ սյուժետային զարգացումներ գծեր ունի եւ ճիշտ էր ասում մի գրականագետ, եթե Հոլիվուդը հանկարծ փորձի սա էկրանացնել, կռախի կմատնվի, ուղղակի չի կարա այս էկրանացնի, ֆանտաստիկ պոեմա եւ մարդկային երևակայության երևի ամենաբուրըն օրինակն է համաշխարհային գրականության մեջ, սա հրավառությունն է երևակայության։ Լյուդովիկո Արիոստո, Մոլեգին Ռոլանդը, սա ուժ վերածննդի շրջանի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկն է, բայց իր երևակայությամբ, եթե օրինակ Դանթեի մոտ ամեն ինչ շատ այսպես մտածված է, նույնիսկ այդ երևակայության մեջ ամեն ինչ իր բանն ունի, պատմությունն ունի, կոսմոգոնիական բացատրությունն ունի, աստվածաբանական եւ այլն, իր մոտ ընդհանրապես անձանց երևակայություն է, շատ ուժեղ, զորեղ երևակայություն է։ Ուղղակի ես չեմ պատկերացնում, օրինակ եթե շախմատի վերածես, այդ շախմատիստը քանի քայլ առաջ պիտի կարողանա մտածել, որպեսզի այս նման ասենք, եթե տեղափոխենք գրականության, այդպեսի կարողանա սյուժետային գծեր բերել ու հետագայում հանգուցալուծել։ Մի խոսքով սրանք շատ կարևոր են, դրանք ուղղակի ես վստահ եմ, այդ Ցավոս Սյուեցինը մի ամբողջ կյանք այդ վեպը գրել է։ Չէր կարող նա ուղղակի նստել այդքանը ասենք առանց մտածվածության, առանց կանխամտածվածության, մշակվածության գրեր։ Վստահաբար նայել է դրա վրա հսկայական մինչև գրելը աշխատանք տարել։ Այսինքն շատ կարևոր է այստեղ հիշել, որ յուրաքանչյուր կերպար սյուժետային գիծ է բերում, որ դրանք անպայման պիտի հանգուցալուծվեն այդ սյուժետային գծերը եւ շատ կարևոր է այդ կերպարից հետո եմ ասում, շատ կարևոր է կոմպոզիցիան եւ շատ կարևոր է այդ սյուժետային գծերը ճիշտ հանգուցալուծել, լավ պատկերացնել, թե որտեղ հանգույցը որտեղ է տեղադրում, հանգուցալուծումը որտեղ է, իմիջիայլոց ժամանակակից գրականությունը շատ հաճախ հենց հանգուցալուծումից էլ սկսվում է։ Նույն Կաֆկայի կերպարանափոխությունը էլի նույնիսկ հանգուցալուծումից է սկսվում։ Մարդը առավոտյան արթնանում է միջատ դարձած։ Չնայած ես կասեի հանգուցալուծում, այո, հանգուցալուծումից է սկսում։ Հələ հանգույցը բա որտեղ է։
Ես կասեի հանգույցն է երազի մեջ է, ինձ թվում է դա հենց երազում է այդ բանը կատարվել, որովհետև շատ երազի տրամաբանությամբ է, հանգույց չկա, հանգույցը երազի մեջ է այդ Յոզեֆ Կի։ Սա ինչ վերաբերում է սյուժեին, ստեղծագործությունը գրելուց առաջ ես կուզեի անդրադառնալ նաև մի շատ կարևոր այլ հարցի, պատումի տեսանկյանը։ Գրողը պիտի հասկանա, ինչ պատումի ինչ տեսանկյուն է ընտրում։ Առաջին դեմքով, երրորդ դեմքով, թե շատ հազվադեպ հանդիպող գրականության մեջ երկրորդ դեմքով։ Ինչը համաշխարհային գրականության մեջ եւ թե հազվադեպ նմուշներ կան, որոնք որ գրված են երկրորդ դեմքով։ Ասենք Միշել Բյուտորի փոփոխություններ վեպը կարելի է հիշատակել, Կոբոաբեի ուրիշի դեմքը կարելի է հիշատակել, երբ որ դույով պատմում է, հերոսին ինքը դույ է ասում։ Դու գնացիր, դու ես ինչ բան արեցիր։ Սրա հետ շատ հետաքրքիր, սա շատ նեղ տեսանկյուն է, դրա համար չի հանդիպում, շատ սահմանափակող, բայց եթե շատ իմաստային ինչ-որ մի հնարք կիրառես սրա վերաբերյալ, այսինքն այդ դուն կարա շատ հետաքրքիր լուծում ունենա։ Այդ դուն կարաս դու լինես, հիշողության բանով պատմես, դուն կարող է դու լինես։ Այդ դուն կարող է լինի մեկը, որը հետագայում ասենք նույնանում է ինչ-որ մի ուրիշ հերոսի հետ եւ այլն եւ այլն։ Այստեղ եթե ուզում եմ ասել, եթե այս տեսանկյունը արդարացված է, հիմնավորված է բովանդակությամբ, այս տեսանկյունը կարելի է կիրառել։ Հակառակ դեպքում ինձ թվում է իմաստ չունի կիրառել։ Ես օրինակ իմ պատմվածներից մեկում դիմել եմ, անցում եմ կատարել այս տեսանկյան, հատուկ ինչ-որ նկատառումով, որովհետեւ հերոսը ինձ հետ ես խոսում եմ իմ ընկերոջ մասին, բայց այդտեղ ես դույով եմ դիմում, որովհետև նույնանում ենք ես ու իմ հերոսը իրար հետ։ Ես դուով եմ իրան դիմում։ Մինչև այդ ես իմ հետ եմ խոսում դույով։ Հետո մեկ էլ անցնում եմ իրան, ստացվում է, որ ես ու ինքը նույնացանք այդ հնարքի միջոցով։ Այսինքն գրականության մեջ ոչ մի հնարք, որ կիրառում է գրողը, պատահական չպիտի լինի։ Ոչ մի չմտածված բան։ Գրականության մեջ պիտի ամեն ինչ լինի մտածված, ավելորդություններ չպիտի։ Հիմա սա քիչ տարածված տեսանկյուն է, ամենատարածված տեսանկյունը, որ գրականության մեջ հանդիպում է, դա երրորդ դեմքի տեսանկյունն է։ Այսինքն, այստեղ գրողը հանդես է գալիս որպես ամենագետ հեղինակ, այսինքն մի տեսակ Աստծու աչք, որը գիտի ամեն ինչ տեսնում է։ Բայց ես սա հիմա ժամանակակից գրականության մեջ օրինակ սուբյեկտիվ պատումի եղանակից սկսած, երբ որ սուբյեկտիվ պատումը մտավ գրականություն, ես սա համարում եմ մի տեսակ արդեն հնաոճ։ Ինչի, եթե դու գրում ես երրորդ դեմքով եւ մտնում ես քո հերոսի ներաշխար, լավ կլինի այսպես անել։ Ուրեմն դու էլի երրորդ դեմքով գրի, բայց գրի այնպես, որ դու այդ հերոսիդ աչքերով նայես այդ աշխարհին։ Այսա համոզիչ է։ Սա կարելի է կոչել սահմանափակ երրորդ դեմք։ Էլի սահմանափակումը, առհասարակ առաջին դեմքը ամենասահմանափակող միջոցն է, որովհետև եթե դու գրում ես առաջին դեմքով, դու արդեն շատ նեղ տեսանկյուն ես տալիս։ Այն ինչ գիտի այդ իրականության մասին, մենակ այդ հերոսը գիտի առաջին դեմքով գրող, ուրիշ ոչ ոք չգիտի։ Սա արդեն սահմանափակում է հեղինակին, գրողին։ Եթե ընտրում է մենակ մի տեսանկյուն, հատկապես առաջին դեմքի տեսանկյունը։ Եթե ընտրում է երրորդ դեմքի տեսանկյունը, սա տեսանկյունները փոխելիս, հերոսին փոխելիս, ինքը հնարավորություն է ունենում ուրիշ ռակուրս վերցնել։ Ուրիշ հերոսի էլի, բայց սուբյեկտիվ, ես նախընտրում եմ սուբյեկտիվը։ Ինչի, որովհետև կինոն փոխեց գրականության, ոնց որ ասենք լուսանկարչությունը եկավ ժամանակի հետ, փոխեց գեղանկարչության մասին պատկերացումները եւ արդեն այդ նատուրալիստական նկարչությունը ոնց որ իր տեղը սկսեց ի վերջո լուսանկարչության զիջել լուսանկարչությանը եւ փոխվեց արդեն էլ օբյեկտիվը չէր կարեւոր արդեն այնտեղ աշխարհի սուբյեկտիվ ընկալումն էր արդեն սկսում կարեւորվել լուսանկարչության հայտնագործմամբ, այնպես էլ կինոն սկսեց այդպես փոխել գրականությունը եւ շատ հետաքրքիր օրինակ մի հեղինակ կա Ալեն Ռոբգրիե, որը օբյեկտիվ պատումի կողմնակից է եւ ինքը բայց դրա վրա մի ամբողջ համակարգ է հիմնում, համակարգ է հիմնում եւ ինքը ասում է, որ օբյեկտիվ պատումը պետքա գրողը պիտի իր
տեսախցիկի պես ֆիքսի իրականություն է։ Այն ինչ կատարվում է, ինքը դրա մեջ դրան մասնակցելու հուզական ապրումներ ցուցաբերելու իրավունք չունի։ Ինքը շատ մի հետաքրքիր վեպ ունի, որ կոչվում է Խանդ, զգացական այսպես թվում է թե վերնագիր, իրական պատկերում է մի ընտանիք, մի տղամարդու, որը դիմացի շենքի պատուհանին է նայում, ենթադրում ենք, որ իր կինն է այնտեղ, ինչ որ մեկը գալիս է, անընդհատ այդ կնոջ հետ ենթադրում ենք, որ սիրեկանն է, այդ կնոջ, բայց ուրիշ ոչ մի բան չի պատկերվում, ոնց են այնտեղ նստում, սուրճ խմում, չգիտեմ ինչ անում, ոչ մի խանդի զգացական էմոցիոնալ դրսևորում չկա։ Մենք ենթադրում ենք, որ սա ամուսինն է, հետևում է այնտեղ ինչ որ կատարվող իրադարձությունների։ Տեսախցիկի աչքի պես ֆիքսում է, թե ինչ է կատարում դիմացի շենքի այն պատուհանում, պատուհանի հետև։ Սա Ալեն Ռոբգրիեի տեսանկյունն է։ Ինքը շատ հետաքրքիր վեպեր ունի այս տեսանկյունով գրած, բայց ես կարծում եմ սա սահմանափակող է եւ գրականության մեջ շատ հեռու չի կարող տանել, հատկապես երբ գրականությունը արդեն ի տարբերություն կինոյի սովորել է մտնել հերոսի ներաշխարհ 19-րդ դարից սկսած եւ շատ հաճախ հենց հերոսի ներաշխարհով էլ սկսել է պատմել, այսինքն հերոսի գիտակցությունն է վերցրել, հերոսի գիտակցության այդ հոսքը, որ ասում են, վերցրել է հենց մտել հերոսի գիտակցության ներաշխարհի մեջ, մինչև 19-րդ դարը այդ երևույթը չկար։ Դուք պիտի որոշեք առաջին հերթին ձեր տեսանկյունը որն է, առաջինն է, երրորդն է, դուք պիտի իմանաք բոլորի սահմանափակումների մասին, հա, ձեզ երրորդ դեմքը ամենամեծ հնարավորությունն է տալիս, բայց երրորդ դեմքը մի վատ բան ունի, երրորդ դեմքով եթե գրում ես, դու այդտեղ որպես հեղինակ շատ մեծ է վտանգը, որ երևում ես, որպես հեղինակ, անընդհատ քեզ կարաս որպես հեղինակ քո ներկայությունը մատնես, աննկատ ձևով, դա պետք է կամ հետագայում խմբագրման միջոցով ջնջել այդ հատվածները, կամ պիտի ուղղակի շատ զգույշ լինել, որտեվ սա պիտի հիշել, որ այդտեղ ժամանակակից գրականության մեջ 20 ժամանակակից ես մի քիչ երկար ժամանակ նկատի ունեմ, նորագույն գրականության մեջ ավելի լավ կլինի ասել, գրողը թաքնվում է էլի Աստված, ասենք, եթե կա, ապա չի երևում աշխարհում այդպես, հենց տեսանելի ձևով, չէ՞։ Այնպես էլ գրողը պիտի լինի, պիտի թաքնված լինի իր ստեղծագործության մեջ, ինքը պիտի անտեսանելի մնա աշխատի։ Այ երրորդ դեմքի վատ տեսանկյունը սա է, առաջի դեմքի վատ տեսանկյունն է, որ ինքը սահմանափակող է, եթե ընտրեք, եթե ձեր պատմությունը շատ էմոցիոնալ է, եթե դուք ուզում եք, առաջի դեմքը մի շատ լավ հնարավորություն է տալիս։ Ընթերցողը անմիջապես նույնանում է իր կերպարի հետ։ Ընտրում է մի հերոս եւ շատ լավ է մտնում այդ կերպարի մաշկի մեջ։ Շատ հետաքրքիր է այդ նույնացումը, շատ արագ է կատարվում։ Երրորդ դեմքով որոշակի այդ հեռավորությունը, օտարացումը բանը մնում է։ Երրորդ դեմքը կարելի է օգտագործել իրոնիայի դեպքում օրինակ շատ լավ է աշխատում երրորդ դեմքով պատումը, որովհետև դու իրոնիան այդպես այդ տարածությունը ենթադրում է հեղինակի եւ հերոսի միջև այդ տարածությունը ենթադրում է։ Մի խոսքով շատ թեր ու դեմ կողմերը պիտի ես օրինակ երկորյակների արև առաջին անգամ շարադրել եմ երրորդ դեմքով, հետո փորձել եմ մի հատ երկրորդ դեմքով եմ շարադրել, մի հատ էլ ի վերջո ասենք ես գնացի երրորդ դեմքի, բայց այդպես սուբյեկտիվ պատումին։ Դուք նաև պիտի կողմնորոշ ձեր պատումը ի վերջո օբյեկտիվ է թե սուբյեկտիվ։ Դա էլ պիտի հստակ գրողը կարողանա որոշել մինչև այդ ստեղծագործելը։ Ինքը հիմա օբյեկտիվ ամեն մի ստեղծագործություն չի կարող ասենք գրողը իր բոլոր ստեղծագործություններում, եթե հա հիմա Ալեն Ռոբգրիեն է, Ալեն Ռոբգրիեն կարող է ասել մի ամբողջ մեթոդ է ինքը մշակել դրա վերաբերյալ։ Ինքը իր բոլոր ստեղծագործությունների մեջ փորձում է լինել օբյեկտիվ, բայց շատ հաճախ դրանք խառնվում են օբյեկտիվը եւ սուբյեկտիվը, այսպես խառնվում են, հա ես մոռացա ասեմ, որ այդ երրորդ բոլոր տեսանկյունները եւ դեմքերը նաեւ գրականության մեջ կարող են լինել այդպես խառը ձևով, օրինակ ոնց որ Արտեմիո Կռուսի մահը Ֆուենտեսի Արտեմիո Կռուսի մահը վեպում է, բոլոր տարբեր տեսանկյուններ կարող են կիրառվել եւ առաջին եւ երկրորդ եւ երրորդ։ Սա մի քիչ ինձ խորհրդ է, որովհետեւ ես էլի եմ ասում ստեղծագործության միասնականության համար
շատ կարևոր է, որ բոլոր դետալները, չնայած այնտեղ շատ ավելի կարևոր բաներ կան, որոնք ապահովում են միասնականությունը վեպի, բայց դա արդեն շատ մեծ վարպետություն է պետք ունենալ, որպեսզի այդ տեսանկյունները օգտագործելու ու խառնելու դեպքում այդ միասնականությունը չկորցնես։ Սովորաբար այդ միասնականությունը մեծ վարպետներին է տրվում, եթե այդքան վարպետություն չկա, ուրեմն ավելի լավ է նման վտանգավոր բաների չդիմել այդ միասնականությունը ամեն գնով պետք է իմանալ, որոնք են ստեղծագործությունը միասնական պահող կոմպոնենտները եւ անպայման դրանք աչքի տակ պահել։ Եվ ամենավերջին հարցը, որ կարելի է այստեղ արդեն իսկ անցնելու ստեղծագործությանը վերաբերող, այս մնացածը վերաբերում են մինչև ստեղծագործական process-ը, այն բոլոր որոշումներին, որ պիտի գրողը կայացնի մինչև ստեղծագործության անցնելը։ Իհարկե հնդածս էլի շատ հարցեր են առաջանում կապված սյուժեի հետ, կապված տարբեր բաների հետ, որոնք որ գրողը այդքան էլ լավ չի պատկերացրել։ Հա, բայց ես այնտեղ մի կարևոր բան էլ բաց թողեցի, որ գրականությունը չպիտի սկսի սովորաբար, հատկապես եթե դա վերաբերում է ֆանտաստիկային եւ այլն, եւ առհասարակ ընդհանրապես գրականությունը չի կարելի սկսել գաղափարից։ Այսինքն ես ուզում եմ այս բանը ասել եւ դրա համար մտածում եմ սյուժե, ես այս գաղափարը ունեմ, ես այս դրա համար, այսինքն այդ սյուժեին հարմար հանդերձանք, բան սկսում եմ կարուձև անել, չէ, գրականությունը գաղափարից չպիտի սկսի։ Գրականությունը իր հիմքում պիտի ինձ թվում է ունենա, դրանք արդեն շատ ակնհայտ են, ինչի, որովհետև գաղափարը ես հիմնավորում եմ ինչի, որովհետև գաղափարը շատ հեշտ մատնում է իրան։ Շատ հեշտ զգացվում է, որ այստեղ այդ սխեմատիզմը, որ ասում եմ, այս դեպքում շատ լավ զգացվում է, որ այստեղ կենսականությունը արդեն պակասում է, սա գաղափարից սկսած ստեղծագործություն է։ Շատ լավ կլինի, եթե գրականությունը, կամ այսպես շատերն են խոստովանել, որ իրենք գրում են ընթացքում հասկանալու համար, թե ինչ են ուզում ասել։ Շատ ժամանակ այդպես է, բայց եթե դու ունես պատմություն, դու կարող ես այդ պատմության գրողի խնդիրը ի վերջո ցանկացած պատմության մեջ բովանդակող իմաստն է պետք բացահայտելն է։ Իսկ եթե դու ունես պատմություն, եթե կա պատմություն, որը քեզ հուզել է, որը Դաստոևսկին ասում էր մարդը պիտի գրի իր ներքին դևերի մասին։ Իսկ այն ամեն ինչի մասին, ինչը դու լավ գիտես, այն ինչը որ լավ ես ճանաչել, այն ինչը որ իսկապես քեզ հուզում է, դրա մասին պիտի գրել։ Եվ եթե կա պատմություն, եւ եթե ցանկացած առարկայի վերաբերյալ էլ ամենահասարակ բաժակը կարելի է նկարագրել եւ փորձել այդ դրա թաքնված իմաստը եւ բովանդակությունը բացահայտել կոնտեքստի մեջ եղած։ Այսինքն դու պիտի պատմության մեջ թաքնված ներքին կարող է այդ բանը չբացահայտվի առաջին շարադրանքից։ Ստեղծագործությունը կարող շարադրես, բայց այդ իմաստը այդպես էլ չբացահայտ, դու ինքդ չկարողանաս հանել այդ ստեղծագործության միջից։ Ոչինչ, հետո մտորիր այդ քո ստեղծագործության մասին եւ ավելի լավ փորձիր հասկանալ, թե այդ պատմությունը ի վերջո ինչ իմաստ էր իր մեջ պարունակում, բովանդակում։ Եվ երկրորդ անգամ արդեն գրելիս դու այդ իմաստը շատ ավելի լավ անպայման կբացահայտես։ Այստեղից է գնում գրականությունը դեպի գաղափար, բայց ի վերջո գրականությունը կարող է նաեւ միշտ չի որ ունի գաղափար, այդպես շատ ակնհայտ, եթե հիմա մենք օրինակ կարդանք, էլի կարելի ասել, որ ունի, ասենք աբսուրդի գրականություն կարդանք, Բեքեթ կարդանք եւ այլն, մենք կտեսնենք, որ այդտեղ շատ բաներ թվում են, որ այդպես գաղափարներ չկան եւ այլն, միտված չեն ինչ-որ բաների, այդպիսի գրականություն իհարկե եւ շատ լավ գրականություն, այդպիսի գրականություն կա։ Դա պիտի հիշել, որ միշտ չի, որ գրականությունը պիտի պարտադիր ինչ-որ մի բան անպայման մի ձեր մի ասելիքը դնեք, շատ հաճախ գրողները անընդհատ նույն թեմային անդրադառնում են, ինչի են անընդհատ նույն թեմային անդրադառնում, որտեղ չեն կարողանում բացահայտել, ի վերջո գրականությունը սևեռում է։ Ինձ էլ շատ հաճախ հարցնում են, ինչի ես դու այդքան մահվան մասին գրում, դե որովհետև մահվան իմաստը մի ստեղծագործությամբ չեմ կարողանում այդ ինձ համար
այդ մի ստեղծագործության շրջանակներում բացահայտել եւ նորից եմ գնում, ելի եմ քչփորում այդ հարցը, ելի եմ ուսումնասիրում, ելի եմ փորձում հասկանալ եւ այլն եւ այլն։ Դրա համար ստեղծագործությունները անընդհատ sense մի գրողի մոտ թեմաները կարող է կրկնվեն տարբեր վարիացիաներով, տարբեր ձևերով եւ այլն։ Սա շատ հասկանալի բան է, բայց սովորաբար կարելի է շատ դիպուկ, շատ խորքային ձևով կարելի է բացահայտել այդ բաները, եթե ստեղծագործությունը, ոնց որ ասեցի, մենք այն ամեն ինչը, որ ենթագիտակցական շերտերում է գտնվում, բերենք դեպի գիտակցական շերտեր։ Չթողնենք, որ մենակ ստեղծագործությունը գրվի այդ ենթագիտակցականի շարադրանքով։ Այսպիսի ստեղծագործություններ ես պիտի ասեմ, որ կան եւ շատ լավ էլի ստեղծագործություններ կան, որ մենակ այդ ձևով են գրված, ու շատ հաճախ կարող է ձեզ թվա, որ սյուրռեալիզմը հենց սրա այս տեսակ գրականությունն է, բայց սյուրռեալիզմը իր մեջ շատ իրականում շատ շինծու բաներ իրականում ունի, արհեստական ես կասեի, շատ բաներ ունի այդ շատ ստեղծագործություններ սյուրռեալիզմը։ Եվ ամենակարևոր հարցը, որին ես կուզեի անդրադառնալու վերջին հարցը, գրելու ընթացքում լեզվի հարցերը։ Ես քանի որ մտածողությունից խոսեցի, որ գրողը պիտի անպայման իր մտածողության վրա աշխատի, մտածողությունը պիտի դարձնի իրականության ընկալման օրգան, եւ ինչքան սրի մտածողությունը որպես իրականության ընկալման օրգան, այնքան իր մոտ կբացահայտվեն նաեւ այլ ենթագիտակցական, ինտուիտիվ հնարավորություններ։ Դրանք շատ ավելի լավ ու վառ ձևով կդրսևորվեն, ինչքան գրողը զարգացնի իր մտածողությունը, դա կարելի է անել տարբեր ձևերով։ Ես Հյուգոյի օրինակը բերեցի, որ Փարոսում փակվում էր եւ օրերով մտածում էր ինչ-որ բաների շուրջ, կարելի է ուղղակի խորթացել, փակվել։ Ես այդպես օրինակ անում եմ տարբեր իրականության երևույթների մասին, ժամերով ժամերով մտածում եմ տարբեր իրականության տարբեր երևույթների մասին, որ չեմ ուզում, այսպես կտրվում եմ, չեմ թողնում, որ իմ մտքերը ինչ-որ հիշողություններ, այդ ընթացքում ինչ-որ բաներ շեղեն եւ ուղղակի մտածում եմ։ Սա շատ կարևոր գործողություն է, որ գրողը պիտի կատարի, մտածողությունը որպես իրականության ընկալման օրգան վարժի։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, քանի որ ես մտածողության ու լեզվի առնչության հարցն եմ ուզում անդրադառնալ, շատ կարևոր բան է։ Հստակ են գրում այն գրողները, ովքեր որ հստակ գիտակցում են իրենց մտքերը։ Այս գրողների ոճը շատ հստակ է։ Եթե դու հստակ ես գիտակցում քո մտքերը, հստակ էլ շարադրում ես։ Եթե քո մոտ այդ մշուշը մնում է, քո լեզուն էլ է այդպես մշուշոտ։ Սովորաբար սրան կարելի է ուշադրություն դարձնել։ Տեսեք օրինակ Կաֆկայի մոտ նախադասությունները ինչքան հստակ են։ Ինչքան պարզ է, չէ՞։ Կաֆկայի նախադասությունը, ոճը մի քիչ արտաքուստ չոր եւ այլն, ինչի, որովհետեւ զուտ մտածողության մեջ այդ չորությունը կա, ինքը էմոցիոնալ բաներ չի թողնում մտնի։ Զուտ մտածողության մեջ այդ չորությունը, այդ ճշգրտությունը կա։ Ես օրինակ լեզվի հանդեպ ունեմ ճշգրտության պահանջ։ Ներքին պահանջ ունեմ լեզվի հանդեպ։ Ինձ թվում է, որ գրողը մի բառ դնում է, այդ բառը պիտի մոտավոր չլինի։ Այդ բառը պիտի ամենաճշգրիտ ձևով անփոխարինելի լինի։ Ամենաճշգրիտ ձևով, ամենախորը ձևով պիտի բնութագրի այդ երևույթը։ Եվ եթե համեմատություն է, այդ համեմատությունն էլ իր սուբյեկտիվության մեջ պիտի չասեմ օբյեկտիվ է, բայց շատ դիպուկ լինի։ Եթե փոխաբերությունը էլի շատ դիպուկ պիտի լինի կամ ամենադիպուկը պիտի լինի։ Այս դիպուկության, ճշգրտության պահանջը շատ կարևոր է, որ իսկ դրա համար գրողը լավ պիտի տիրապետի լեզվի։ Լեզվից է սկսվում գրականության համոզչությունը։ Ճիշտ է, ես էլի պատկերացման մասին խոսեցի, որ այսինքն լավ պիտի պատկերացնել են իրականությունը, որի մասին գրում ես, եթե հստակ չես պատկերացնում, հստակ էլ չես կարողանում այդ իրականությունը փոխանցել, բայց այստեղ կարևոր է նաև լեզուն, ո՞նց ես անում։
Ինչ լեզվով ես դա անում։ Գրականության համոզչությունը, որ ամենակարևոր բաներից մեկն է ճշմարտանմանություն ստանալու, հա, կարող է խնդիր դնեք, որ այդ ձեր իրականությունը ճշմարտանման չլինի, բան չունեմ ասելու։ Դա էլ է, բայց դա կարա մի ստեղծագործության խնդիր լինի։ Բայց եթե դու ուզում ես քո ստեղծագործությունը համոզիչ լինի, դու պիտի լեզվին շատ լավ տիրապետես։ Դու պիտի ուղղակի հասկանում եք գրողի համար լեզուն ջուր է, ինքն էլ ձկան պես պիտի այդ ջրի մեջ կարողանա լողալ։ Իրան պիտի շատ լավ զգա։ Ես չեմ ասում այն բառարանային բառերի, հա, իդեպ ասենք, այստեղ շատ կարևոր է, թե լեզվին ռիթմը զգալու ժամանակ, ռիթմի հետ էլ կապեմ, ինչ ռիթմով ես գրում եւ ինչ լեզու։ Եթե դու գրում ես արագ սյուժետային ստեղծագործություն, այդպես արագ զարգացող լարված սյուժեով, լավ կլինի մագդիրներ չկիրառես շատ։ Քո խոսքը չդանդաղեցնես։ Այդտեղ պետքա հնարավորինս ազատվել այդ մագդիրներից, ածականներից, ավելորդ բառաբարդումներից եւ այլն եւ այլն։ Դա սյուժեին արագ զարգացող սյուժեով ստեղծագործություններին խանգարում է։ Հիմա, բայց դե տարբեր բաներ կան, ասենք էլի։ Հիմա օրինակ Ալեխո Կարպենտիեր կա, որ այնքան է իր ոճը ինքն էլ դե բարոկո ոճի հետ է համեմատում։ Այնքան է մագդիրներ, բաներ կիրառում, այդ ամեն ինչը այնքան լավ է հյուսում եւ այլն, եւ դա էլ իր հմայքը ունի։ Եվ լատինամերիկյան գրականության մեջ օրինակ դա շատ կարեւոր է։ Մագբայերի օգտագործումը, մագբայերն էլ են դանդաղեցնում գործողությունը եւ այլն։ Պիտի շատ լավ հասկանալ, թե որ բառերն են, եթե գործողության պատում է ստեղծում, որ բառերն են դանդաղեցնում ստեղծագործությունը։ Բայց եթե ուզում ես քո խնդիրը ռիթմի հետ կապված, բառերի այս նախադասությունների կառուցումն էլ է շատ կարեւոր ռիթմի զգացողության հետ կապված բան եւ իմիջայլոց այդ միավորչության հետ կապված, հա, լեզվի հետ կապված մի հարց էլ էի ուզում քննարկել, որ այստեղ մեր մոտ շատ բաների այդպես շատ դեռ հին մոտեցում կա այդ հարցի հետ կապված, Հաշեկը ասում էր, եթե պատերազմի մասն ես գրում, դու չես կարող սալոնային չեխերենով գրել։ Այսինքն պիտի այն ինչ լեզվով այն միջավայրը, որ նկարագրում ես, պիտի այդ լեզվով նկարագրես այդ միջավայրը։ Այսինքն տիպիկ ոճավորումներ օգտագործելը շատ կարևոր են գրողի համար։ Եթե հիմա ասենք պատերազմի մասին ես խոսում, չեն կարող այդպես հայհոյախոսություն չի կարող չլինել։ Եթե ասենք հանցագործներ են խոսում, դու չես կարող ասենք գրական հայերենով խոսեցնել քո հերոսներին։ Շատ, բայց այս սահմանները այնքան նուրբ են, դու չպիտի բառացիորեն, ոնց որ ես ասենք շատ հաճախ հանդիպել եմ, այերով են գրում, ոչ, այստեղ պետք է ուղղակի ոճավորում օգտագործել ըստիս, ոչ թե հենց այն ձևով, որ խոսում են, այդ ձևով էլ բերել, պատճենել, այդ սահմանը շատ նուրբ է եւ լեզվի շատ նուրբ զգացողություն է պահանջում գրական բառերի, որոնք որ մոտենում են այդ գրեհկաբանություններին, ժարգոնիզմներին եւ այլն եւ այլն։ Ես օրինակ ես վերջերս որ այդ ՅՈՒՆԵՍԲՕ-ի ինչ էր ձնեմարդը թարգմանում էի, այնտեղ շատ գրեհկաբանություններ կային եւ ես փորձում էի ոչ թե մեղմել, այլ հասկանալ, եթե այստեղ պետք է այդ հենց գրեհիկ ձևով օգտագործել, ես չեմ կարող դա մեղմասացության փոխարինել։ Ես պետք է հենց գրեհիկ ձևով էլ դա օգտագործեմ, բայց որտեղ որ հնարավոր է, որ ավելի ճիշտ է մեղմել դա, կարելի է եւ մեղմել։ Սա շատ նուրբ սահման է, որ գրողը պիտի կարողանա որոշել, զգալ, այսինքն լեզուն մենակ իմացություն զգացողությունների հետ կապված բան կա։ Շատ կարևոր է լեզուն լսել, քո սեփական ստեղծագործությունը լսել որպես երաժշտություն։ Ես օրինակ նախադասությունները բարձրաձայն կարդում եմ, որ շարադրում եմ իմ ստեղծագործած, փորձում եմ ես կարդալ բարձրաձայն, որպեսզի լսեմ իմ ականջին ոնց է հնչում դա։ Երաժշտական է թե չէ։ Այնտեղ այդ հնչյունները ոնց են հնչյունային այդ
ալիտերացիա կա, չկա, չգիտեմ, ասենք ոչ գիտական բաներով իհարկե, դրանք այդ բոլորը երաժշտական լսողությամբ։ Իմիջայլոց ասենք գրողների շատերը հենց երաժշտական լսողություն, երաժշտություն են սիրում, երաժշտություն են լսում, բացի այն որ ասեցի բանաստեղծություններ պիտի ասենք արձակագիրը անպայման կարդա եւ այլն, բայց այդ երաժշտական լսողությունը շատ է օգնում գրողներին լեզուն զգալու հարցում։ Այնպես որ սա ամենակարևոր բաներից մեկն էլ, հա, պետքա նաև շատ նախապես որոշել քո ստեղծագործության ռիթմը եւ ռիթմի հետ կապված նախադասությունների երկարությունը։ Կարճ նախադասություններով ես գրում, ելի մի օրինակության տեսանկյունից ցանկալի չի որ ստեղծագործությունը միտեղ մի ամբողջ մի էջանոց նախադասություն ունենա, միտեղ էլ ասենք մի հատված էլ կարճ նախադասություններով, մի այդ միասնական, եթե դու գիտակցության հոսքի պատում ես, այդ միասնականության տեսանկյունից շատ շահեկան է, որ դու մտածես երկար նախադասություններով, սովորաբար դե գրողների դրանք բաներ են, որոնք գալիս են աշխարհայացքից, խառնվածքից, երկար պարբերություններով ես մտածում, ֆոլկները մի ամբողջ այդպես բան է, չէ, երկար նախադասություններ, մի շունչ եւ այլն, Պրուստի մոտանումինը, կարճ նախադասություններով գրող հեղինակները տարբերվում են արդեն, ուրիշ են, դրանք արդեն, բայց եթե դու գրում ես ստեղծագործություն, լավ կլինի, օրինակ ես այդ հնարքները մեկը օրինակ ապուշների ուղևորության մեջ կարճ նախադասություններն եմ կիրառել, երկվորյակների արևի մեջ ուրիշ բան եմ կիրառել, նայած թե ես ինչ բան եմ ստեղծում, եթե դու արագ սյուժետային զարգացող բան ես ում, լավ է այդ երկար նախադասությունները այդքան չկիրառես, դրանք դանդաղեցնում են, պատում էլի կանգնեցնում են, այսինքն այդ բովանդակությունը զգալով, բովանդակությունը ինքը քեզ կթելադրի նախադասությունների կարճությունը, նախադասությունների երկարությունը, դու ինչ նախադասություններով մտածես այդ վեպի ընթացքում, բայց սա շատ կարևոր հարց է, որ երբեմն առաջանում հենց սկզբից լավ է լուծել ստեղծագործության մեջ, այդ ստեղծագործությունը երկար նախադասություններով գրես, թե կամ պարբերություններով, թե կարճ։ Ինձ թվում է սրանք ամենակարևոր հարցերն են, որ ես հպանցիկ անդրադարձա, բայց սրանց հետ կապված ենթադրում եմ, որ լիքը հարցեր կլինեն առաջացած ձեր մոտ։ Իրականում լավ հարց է, բայց դա ավելի շատ վերաբերում է հենց ստեղծագործության կոմպոզիցիային, Էդգար ջան։ Դա վերաբերում է ստեղծագործության կոմպոզիցիային, որը ավելի շատ կանխամտածված ու ճարտարապետված պիտի լինի կոմպոզիցիան։ Ես համենայն դեպս ոչ թե ասում եմ պիտի լինի, լավ, չասեմ պիտի լինի։ Այդ եղանակներից մեկն եմ ասում, որ կարա կանխամտածված լինի, ճարտարապետված լինի այդ կոմպոզիցիան, կարա չլինի։ Բայց դա չի հակասում, որովհետև սա վերաբերում է կոմպոզիցիային, կարա ի սկզբանե արտահայտված չլինի։ Հասկանում ես, այնտեղ ինչ-որ մի բաներով գա ընթացքում, հասկանում ես, դա պարտադիր չի, որ նախապես հենց մտածված լինի։ Ամեն դեպքում ես մի սենց բան էլ ասեմ, լավ, եկեք ստեղծագործությանը սենց նայենք, որ այդ ճարտարապետելու ընթացքում, որպես կառույց նախագծելու ընթացքում, այդ ստեղծագործությունը, դու չես գրում, բայց ստեղծում ես այդ ստեղծագործությունդ։ Դա էլ է պրոցես, դա էլ է արդեն գրելու պրոցես, դա շարադրանքի պրոցես չի, բայց դա էլ է ստեղծագործական պրոցես, հա դու կարող է այդտեղ բացահայտես ինչ-որ բաներ, այո, հա, ընթացքում, դա էլ է բայց ստեղծագործական պրոցեսի կարևոր, քեզ մնում է էլի շարադրանքը, ես ավելի շուտ սենց այս ձևով կպատասխանեի այդ հարցին, որովհետև, այո, այդ ընթացքում դու կարող է այդ մշակելու, նախագծելու ընթացքում շատ բաներ ինքդ քեզ համար բացահայտես։ Հարցը մի քանի ենթաշերտ ունի ու մի քանի ուղղություն կա այդ ձեր հարցին, էլի, որ կարելի է այդ ուղղություններով գնալ։ Բայց ամենակարևոր շեշտադրումը, որ ես կանեի այդ հարցի վերաբերյալ, այո, ժամանակակից իրականության մեջ երևույթները գնալով բազմանում են, բայց հենց սկզբից դրա մասին խոսեցի։ Բազմանում են եւ մարդը չի հասցնում իմաստավորել այդ երևույթները, չի հասցնում ուղղակի գնալ այդ երևույթների հետևից, այնքան շատ են երևույթները։ Այո, բայց եթե դու քո մտածողությունը վարժում ես որպես իրականության ընկալման օրգան,
այդ դեպքում քեզ ընդառաջ եկող ցանկացած իրողություն ու երևույթ բավական է ընդառաջ ընդհարվես այդ երևույթի հետ, բախվես այդ երևույթի հետ, դու կարողանում ես այդ երևույթը շատ ավելի կարճ ժամանակում ընկալել, իմաստավորել եւ այլն եւ այլն։ Ես հենց սկզբից ասեցի, որ ֆանտաստ գրողը, թեկուզ, այսինքն նաև սովորական ոչ ֆանտաստ գրողները իրականությունը պիտի անընդհատ փորձեն իմաստավորել, իրանց ներսում պիտի փորձեն իմաստավորել, հատկապես ֆանտաստ գրողը տարբեր երևույթներ, թե հետագայում ինքը ֆուտուրոլոգիական ինչ դրսևորում կունենա։ Ոչ չես գնա ասենք այդքան, բայց կարաս դու ասենք մի երևույթի մասին շատ արագ մի 10 րոպեում ասենք հասկանաս թե այդ երևույթը ապագայում ինչ դրսևորում կունենա։ Եթե դու այդ երևույթի անցյալը գիտես, շատ հստակ ես որ կարող ես տեսնել թե այդ միտումները ուր են գնում, ինչ ֆորմա տրանսֆորմացիա կընդունի ասենք այդ երևույթը։ Սա դրա վերաբերյալ մարդու միտքը ինչքան ճկուն լինի, այնքան արագ կսկսի արձագանքել իրականության երևույթներին։ Ես հասկանում եմ, որ ժամանակակից իրականության մեջ դժվար է այդ ամեն ինչին, այդ ամեն ինչը մարսել, այդ ամեն ինչով ապրել եւ այլն, հետո ընթերցել այդքան դժվարամարս ծավալուն վեպեր, օշականներ ասում որ ասենք ասում այս մնացորդացս չեն կարդալու էլի ասենք մետրոյի բաներում ասենք ինչ մնացորդաց եւ այլն հա հասկանում եմ բայց գրականությունը հա այս մեր ժամանակներն էլ իսկապես մի տեսակ ոնց որ թշնամական լինել է այդ իմաստով մեծ գրականության հանդեպ բան Սյուզեն Զոնթագն էլ բաներ ունի որ մեծ գրականության հնարավորություն է հարցադրում ա դա լուրջ կա արդյոք բայց ինքը մի քանի վեպեր է առանձնացնում որոնք ես էլ եմ տեսել վեպեր որոնք որ ասենք մարդիկ ամերիկյան իրականության մեջ այս մեծ ծավալի արժեքավոր գործեր են ստեղծում, հասկանում ես, սա այս հակառակ կողմից եմ գալիս, որ եթե այդպես ստեղծում են, ինչի՞ չէ, ինչի ասենք Սերվանտեսը սեղմած ձևով, այդ սեղմավեպ կոչվածով կարդան կամ ասենք ինչ-որ ադապտացված եղանակով կարդան, ստեղծագործության մեջ շատ բան ենք մենք, օրինակ Անդրե Բրետոնը ասում էր Դաստոևսկին էջերով ասենք ինչ-որ սենյական նկարագրում, ես իրան նկարագրած սենյակը չեմ մտնի Ախր բայց այդ սենյակի նկարագրությունը, հասկանում ես, ինչքան կարևոր նշանակություն ունի այդ ստեղծագործության կոնտեքստում, շատ կարևոր նշանակություն ունի։ Դա միայն սոս նկարագրություն չի։ Ցանկացած նկարագրություն այդ հոգեկան աշխարհի դրոշմա այդտեղ կրում։ Եվ մենք այդ նկարագրությանը առնչվելով այդ հոգեկան աշխարհի դրոշմն ենք դրա վրա տեսնում այդ նկարագրության մեջ եւ դա հնարավոր չի այսինքն այդ ոնց են դասական ստեղծագործության մեջ որոշում ինչ-որ տարբեր բաներ հանել այս վերջերս խոսում էինք մի թարգմանչու հետ որ ասում էր օ դե դասական վեպ է թարգմանել եւ ասում է չեմ դե ես մեծ հաճույքով կարդացի ինձ համար աղն ու հոտը համը այդ գրականության այն դասական դիմելաձևերն են Ես կարամ հաճույք ստանամ ժամանակակից գրականության ժամանակակից մեթոդներից, բայց նրանց աղնուհամն էլ ասենք ուրիշ է, ասենք սիրել, չգիտեմ, ընթերցողին դիմելու ձևերը ընդհուպ։ Ես այստեղ խոսում եի, որ հեղինակը չպիտի երևա, բայց ասենք այդ ընթերցողին խոսել, ի վերջո եկավ արդիական դարձավ, չէ՞, 21-րդ դարում կամ 20-րդ դարում պոստմոդեռնիստական գրականության մեջ այդ ընթերցողին դիմելու ձևերը, պոստմոդեռնիստական հեղինակ երևալը եւ այլն եւ այլն Այսինքն դրա մեջ էլ կարելի է դարաշրջանի ոգին կարելի է տեսնել, նայած դու ինչ ես ակնկալում գրականությունից, դու ինչ ես ուզում գրականություն, սյուժե ես ուզում կարդաս, հա գնա այդ սեղմած տարբերակները կարդա։ Ես ուզում եմ դարաշրջանի ոգու հետ հաղորդակցվեմ։ Ես երբ որ կարդում եմ, ասենք մի հատ չինացի Խուանցզի գետով ճանապարհորդած 11-րդ դարում ճանապարհորդած մի վանականի օրագիր, ինձ համար դա 11-րդ դարում հայտնվելու մի հատ ֆանտաստիկ հնարավորություն էր, ասենք, ես այդ օրագրի միջոցով հայտնվել։ Ինձ համար էր այդ այլընտրանքային իրականությունը որպես ապրել գրականության միջոցով։ Կլարկի ոդիսականից էի խոսում, որ էլի շատ ֆանտաստիկ ա եղել։ Ընդհանրապես ես փակել եմ, ասել եմ սենյակ չմտնեք։ Մինչև չեմ վերջացել, դուրս չեմ եկել։ Որտեւ ինձ համար դա մի հատ այլընտրանքային իրականություն էր։ Ես տիեզերք եմ գնացել, հասկանում ես։ Այդտեղ մի մանրուք պակաս, մի մանրուք բան ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։
ինքը շատ լավ է համոզում եւ համոզում է որ իրականությունը լավ չէ, որովհետեւ աստղաֆիզիկոս է ինքը։ Ինքը շատ լավ գիտի այդ իրականությունը։ Դրա համար պետքա գրել այն բաների մասին, որոնք որ շատ լավ գիտենք մենք։ Ոդիսական, հա, կլար։ Տիեզերական, ոդիսական, այո։ Դա եթե ուզում ես գնաս Կուբրիկի ֆիլմը նայես, գնա նայ, եղբայր, ես բան չունեմ ասելու։ Բայց ես ուզում եմ հայտնվեմ այդ իրականության մեջ։ Կուբրիկի էկրանացումը շատ քիչ ժամանակ է ինձ համար այդ իրականության մեջ ընկնելու կարճ ժամանակ է։ Կարող է ընկնեմ, բայց ես չեմ ուզում այդքան կարճ ժամանակ։ Ես ուզում եմ երկար հայտնվեմ այդ իրականության մեջ։ Հիմա այսինքն դե պարզ է, այս մեր ժամանակակից դարաշրջանը, որ մտքերի մեջ ես ընկնում, ասենք, մի հատ զանգ է գալիս, ընդհատում են քեզ ընթերցանությունից, մի վեպից դուրս ես գալիս, էլ չես կարողանում մտնես, շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Բայց ես վստահ եմ, որ կան իսկապես ու կլինեն գրականություն սիրող, իսկապես սիրող են մարդիկ, ովքեր որ ում համար այդ սևեռումը գրականություն ստեղծելու, գրականությամբ ապրելու, կարդալու համար են վեպը, որը ոչ միտեղ չեն կարդում, իրանք են նստում գրում, հատուկ դրա համար։ Այդ այնց խելագարների վրա կմնա գրականությունը։ Կդառնա կամերային ինչ-որ մի բան։ Հա, այս իմաստով Բրեդբերին ճիշտ էր, ապագայի գրականությունը ֆանտաստիկան է։ Մարդիկ կկարդան, բայց էդ էլ այնքան արագ է զարգանում, տենդենսները այնքան արագ են, ես չի Բրեդբերի այդ երևի այդ չէր կանխատեսել, որ այնքան արագ են այդ տենդենսները, որ նույնիսկ ֆանտաստիկ գրականությունն է իմաստազրկում շատ կարճ ժամանակում։ Հենց սկզբից հարցը դրանից սկսեցի, որ գրողը, լավ գրողը միշտ էլ անգիտացած է ապրում, որ ինքը գրող է, հասկանում ես։ Ամբողջ հարցը դրանում է։ Դու չես էլ մտածում, հա, կան կեցված կընդունած գրողներ, որոնք կան, այդ տեսակն էլ կա։ Ես հիմա չեմ կարող ասել կան հավակնոտներ, որ ասում են, դե կան, այդ տեսակն էլ կա, բայց ես կարծում եմ, որ դա գրողի խնդիրը չի։ Առհասարակ ես գրողը, եթե շատ բան է հասկանում ու գիտակցում, ինքը պիտի հասկանա, Բորխեսի համեստության օրինակը բերեմ։ Ասում են, ինչ գրում եմ ես, ասում եմ լեզու ու ավանդույթ ու գրականության ավանդույթ։ Լեզվի ու գրականության ավանդույթ է։ Այսինքն իմ միջոցով արտահայտվում է ինչ-որ մի ավանդույթ։ Այսինքն եթե գրողը այդքան հասկանում է, եթե ինքը հասկանում է, որ իր միջոցով ինչ-որ այդ շատ հաճախ մեզ թվում է, թե դա որտեղից է գալիս, որ ամեն ինչ կապում ենք մեր անհատականության հետ։ Մերն է այդ մեր միջոցով ես եմ ստեղծել դա այդ աշխարհը եւ այլն, հասկանում եք, դրանից է, բայց երբ որ գրողը գիտակցում է, որ հասկանում է, որ ինքը միտեղ ասենք բերում է իր ճանաչողության փորձը, որը եթե ասենք օբյեկտիվ է, չէ, ասենք շատերի մոտ են տարբեր նույն միտքը առաջանում սուբյեկտիվ տարբեր դրսևորումներով, բայց նույն միտքը կարող է շատ-շատերի մոտ առաջանա։ Հիմա այդտեղ ասելու ձևի մեջ է ընդամենը քո ինքնատիպությունը, հասկանում եք, բա հիմա այդ ասելու ձևի մեջ մեկը ասի, ասենք, չգիտեմ, ասենք, ես էս եմ լավ անում, ես էսպես եմ լավ անում, հիմա չգիտեմ, բա այդ ոնց պատասխանեմ ձեր հարցին, իսկական գրականությունը համեստության է կոչում, հասկանում եք, մեծ գրողները բոլորն էլ համեստ են լինում։ Այսինքն գրողը պիտի մտածի, որ ինքը շատ մեծություն է ու իրան պետք է ինքը ռեկլամ անի, հավերժության առաջ ծամատրություններ անի, որ իրան փրկի այդ հավերժությունից, հա, ինչ որ հետո սեզ մի բան էլ կա, էլի կա մտածի, ասենք, եթե այնքան արագ է ամեն ինչ մոռացվում։ Հիմա այսօր ասենք օրինակ Շվեյցարիայում գնաս ասես Շարլ Ֆերդինանդ Ռամյոնովա, իրանք չեն իմանա, իրանց չգիտեն, տեսել ենք օրինակը, չգիտեն ով է, իրանց ամենամեծ գրողներից մեկն է։ Աշխարհը այնքան արագ է մոռանում ամեն ինչ։ Քաղաքակրթություններ են ոչնչանում, ազգեր են ոչնչանում, ամեն ինչ այնքան արագ է փոխվում, ոչնչանում, մոռացության մատնվում եւ այլն։ Հիմա ի՞նչ է ուզում գրողը։ Ինչ մնա դրոշմվի որտեղ, ինչ։ Իրան մնում է մի հատ հաճույք ստեղծագործելու, հասկանում ես, ինքը գրողը դրա համար պետք է գրի, չպետք է գրի, որ ավելի շատ ընթերցող բան անի, բայց թե ասի այս մարդկությունը փրկելու այս սենց իդեա ունեմ, իմ գրականությունը պետք է փոխի աշխարհը բան, այդ հավակնությունը ունենա, ես չեմ պատկերացնում այդ ով պետք է լինի, որ ասենք նման հավակնություն ցուցաբերի, խելագարի արդեն խելագարության այդ ամեն ինչը նմանվում, էլի։
ինչի մեջ դրոշմի հավերժության մեջ իր անունը, ինչի է ձգտում ինքը փողի, էլի գրականության բան չի, հասկանում եք, հա, ես էլ շատ հաճախ ասենք մրցանակ ներկայացնելու համար եմ գրել շատ բաներ, որ փող ունենամ, ստանամ այդ պահին, ասենք, հա, արել եմ, որ ներկայացնեմ մրցանակի փող ստանամ, բայց որ ասենք ավելի շատ փող վաստակեմ, համարեմ գրական, sense մի բան էլ կա, այսօր դու կարող ես միլիոն հատ ընթերցող ունենաս աշխարհում, սովորաբար բեսթսելերները այտենց են լինում, այդ միլիոն ընթերցողը մի տարի հետո կորավ, դու էլ ես մոռացվելու է այդ ստեղծագործությունը, բայց կան իսկական արժեքավոր գործեր, որոնք ամեն տարի կրպակներում աշխարհով մեկ, մի օրինակ վաճառվում են, 10 օրինակ վաճառվում են, դրանք հավերժական գլուխգործոցներն են։ Եթե ստեղծել ես, ուրեմն դու էլ չպետք է գիտակցես, որ ստեղծել ես, թե հասկանում ես, նման բան ես ստեղծել։ Դու որ օտարվում ես քո ստեղծագործությունից, գրեցիր, թողեցիր, օտարվեցիր, հետո շատ դժվար է նույնանալ, հասկանում ես, որովհետև դու գիտես, որ այնտեղ անկատարություններ կան, դու չես ուզում վերադառնաս քո այդ ստեղծագործությանը, որ օտարվում ես, քեզ թվում է, թե հա ինչ-որ քո անունն է դրած բան, բայց դա դու չես, հասկանում ես, եթե կապեցիր քեզ այդ ստեղծագործության հետ, նույնացար, վերջ դա քո ստեղծագործական մահն է, առաջ չես գնալու։ Կմնա այդ միակ այդ ստեղծագործության, բայց գրողը, ասենք, ես էլ եմ ասում, ամենամեծ հաճույքը գրականություն ստեղծելու ամենամեծ մոտիվացիան գրելու հաճույքն է։ Եվ աշխարհը ճանաչելու այդ գրելու ընթացքում process-ում։ Իրոք գրողը ես օրինակ ինձ համարում եմ սովորական առօրյա կյանքում գոյություն քարշ տվող մեկը, որը ուզում է ապրի մի քանի օր, մի ամիս, երկու ամիս, երբ որ նստում է գրում, այդ ընթացքում ապրում է, կենթանանում է։ Իսկապես գոյության բերկրանքը զգում է, ապրելու հաճույքը զգում է։ Այդ է իմ, հասկանում ես, ես դրա համար եմ գրում։ Ուրիշ ոչ մի բան կարող ես ասենք այտենց բաներ անել, ասենք Ռեյմոն Քնոն էլ ունի այտենց բաներ, էքսպերիմենտներ, հա։ Այդ էքսպերիմենտները, բայց եթե դու մնաս քո ամբողջ ստեղծագործական բանը դրանով սահմանափակվի, ես էլ եմ ասում, գրականության ամենամեծ խնդիրը ես համարում եմ կյանքի ճանաչողությունը, իրականության ճանաչողությունը։ Եվ գրողն է ինքը ճանաչում իրականությունը այդ process-ի գրելու process-ի մեջ, եւ ուրիշներն են ճանաչում կյանքը այդ ստեղծագործությամբ, կյանքի ավելի մի հատ ուրիշ շերտեր են սկսում նկատել իրականության, մարդկային գոյության, կեցության մեջ, հա? Այլ ձևով ասած եւ այլն եւ այլն։ Բայց հիմա եթե այդպես, դա այդ խնդիրը չի լուծում։ Դա ընդհանրապես լեզվական խաղերի բանի, հա, կարելի է զբաղեցնել քեզ այդ պահերին ինչ-որ մի ընթացք, էդ էլ անել, բայց դա հենց բուն դարձնել գրականության խնդիր, նպատակ եւ այլն այդ տեքստերը եւ այլն, բայց կան էքսպերիմենտներ, սա ես չեմ վերաբերեցնում այն էքսպերիմենտներին, որոնք որ ասենք որպես էքսպերիմենտ ժամանակին չեն ընկալվել, օրինակ Լոուրենս Ստերնի բանը, Տրիստամ Շենդիի կյանքը եւ մտքերը, ասենք վեպը, ժամանակին էքսպերիմենտալ վեպ է համարվել, ծաղրվել եւ այլն, բայց մեծագույն էքսպերիմենտներից մեկն է մարդկության գրականության պատմության, չէ, ասենք որ էջերով դատարկ էջեր է, ասենք կամ ասենք հերոսի արտաքինը նկարագրում էջերով, հետո ասում է, բայց իրականում էս հերոսի արտաքինը վեր է նկարագրվածի հետ ոչ մի կապ չուներ, խաղում է ընթերցողի հետ, շատ հետաքրքիր բաներ է անում, բայց դրա հետ միասին նաև կա մեծ գրականություն այդտեղ, հա։ Կան էքսպերիմենտներ, չէ, ես չեմ գրում նման բաներ, ժամանակին այդպես արել եմ, հատկապես մի աղջիկ կար, որը այտենց սեր ուներ, իրար հետ էինք այդ տիպի բաներ անում, բայց առհասարակ չէ, ինձ դա այդքան էլ հարազատ չի էլի, այդ էքսպերիմենտալ բանը։ Ես դրա մասին եթե ուշադիր լինեիք, Մարիամ ջան, այսինքն իմ ասածներից շատ բաներ հենց դրան էլ վերաբերում էին։ Այսինքն ֆանտաստիկայի ամենամեծ թերություններից մեկը, որ ասենք կարելի է նկատել, դա չանհատականացված կերպարներն են, անուշադրությունը կերպարին, չէ՞։ Մի քիչ
ոչ ֆանտաստ հեղինակները դրան շատ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում։ Օրինակ ֆանտաստ գրողներին շատ հաճախ դա չի էլ հետաքրքրում իրանց կերպարի բնավորությունը, մշակվածությունը, խառնվածքը կամ չգիտեմ, բայց դա ապագայի մարդու, եթե ապագայի մարդ է պատկերում, այդպես էլ պիտի լինի, չէ՞։ Բայց կարա հակառակ բանը պատկերի, այսինքն ցույց տա, լավ, այդ ձևի, այդ մարդու անհոգի։ Ի վերջո այստեղ շատ կարևոր է գրողի տեսանկյունը։ Գրողը պիտի տեսանկյուն ունենա։ Ինքը սեփական վերաբերմունքը ունենա պատմության նկատմամբ, այդ իրականության նկատմամբ, որը ինքը պատկերում է։ Վերաբերմունքը պիտի ունենա։ Ասենք ես Ալեն Ռոբգրիեի օրինակը բերեցի, բայց Ալեն Ռոբգրիեն այդպես տեսախցիկի աշկի նման, ոնց օտարված, բան, հա, պատկերում է այդ ձևով։ Բայց այդ վերաբերմունքը իրանը չպիտի լինի։ Ինքը դա պիտի տարբեր ձևերով արտահայտվի, տարբեր կերպարների, բաների, հերոսների միջոցով, ինքը չպիտի երևա էլի։ Ֆանտաստիկայի ամենամեծ խնդիրներից մեկը, որ շատ հաճախ ինքը չի փորձում մտնի մարդու ներաշխար, հերոսի ներաշխար, ցույց տա այնտեղ ինչ հերոսները ինչ զգացողություններ ունեն, ոնց արձագանքեցին այս իրականության, այսինքն ինքը շատ հաճախ սյուժեի հետևից է վազում։ Ամենամեծ թերություններից մեկը է Թեոդոր Ստարջոնը, որ ասում է 95%-ը ֆանտաստիկայի 95% չուշ, իսկականից նման բան կա, ես օրինակ շատ դժվար եմ ընտրում ֆանտաստիկ ստեղծագործություններ կարդալու։ Ինձ համար այնտեղ իդեաները չեն հետաքրքիր, թե ինչ իդեա, այդ իդեաները ես էլ կարամ մտածելով հասկանամ կամ ֆուտուրոլոգիական մի գիրք էլ կարամ կարդամ, ասենք այդ կանխատեսումները իրականության ապագայի եւ այլն, կամ այդ, բայց պիտի ինձ համոզի այդ ամեն ինչը, հասկանում ես, առաջին հերթին համոզիչ իրականություն պիտի ստեղծի, եւ հետո ֆանտաստները ամենակարևոր բանը, որ բաց են թողնում, այդ լեզուն է։ Ֆանտաստիկ գրականության մեջ այդ լեզուն այդքան էլ մշակված չի, շատ հաճախ կարևոր չի լեզվական կողմը, բայց ձեր հարցը մի քիչ ուրիշ էր, չէ՞։ Այսինքն ոնց անի ֆանտաստ գրողը, որ լավ գրականության բարձրանա իր ստեղծածը, լավ գրականություն։ Դիցական ֆանտաստիկան ընդհակառակը, չնայած դիցական ֆանտաստիկայի մեջ էլ կան ստեղծագործություններ, որոնք որ ասենք կարան ապագային վերաբերեն եւ այլն։ Բայց այստեղ լավ, գիտեք, որ լավ ֆանտաստիկա կարդաք, այդ հարցերի պատասխանը ես վստահ եմ, որ կգտնեք։ Այստեղ ամենալավ հուշումը կլինի կարդալ են ամենալավ ֆանտաստներին, օրինակ ասենք Ուրսուլա Լե Գուին, ասենք, որ շատ գունեղ աշխարհներ ունի, շատ լավ գրող է, ասենք, էլի շատ լավ հեղինակ է։ Հարց կա, եթե հերոսը այդ իրականության մեջ ապրում, դա իր համար դա սովորական իրականություն պիտի լինի։ Բայց դու դա պիտի պատկերացնես, տեսնես որպես ապագա, այդ ամեն ինչը դու պիտի տեսնես, ընդհանուր պիտի հասկանաս, թե ինչ տրանսֆորմացիա են ունենում մարդկային զգացմունքները։ Ապագայում ինչ տրանսֆորմացիա կունենան, էլի մարդկային զգացմունքները, ոնց կարելի է։ Ես միակ բանը դրա պատասխանը, որ կարող եմ տալ, ոչ միայն լավ ֆանտաստիկա կարդալ, այլև բացի դրանից շատ մտորել երևույթների ապագա դրսևորումների մասին, ֆենոմենների ապագա դրսևորումների մասին։ Մի հատ գիրք կա, Ստանիսլավ Լեմի գիրքն է, Ֆանտաստիկայի ֆուտուրոլոգիա։ Խորհուրդ կտամ այդ գիրքն էլ կարդալ։ Եվ առհասարակ, եթե կուզեք, ես ասենք մի քանի լավ ֆանտաստ գրողից կազմված մի ցանկ կարամ ուղարկեմ ձեզ, եթե Facebook-ով ինձ ընկերություն տաք, ես կուղարկեմ ձեզ բանը։ Թեոդոր Ստարջոնը այդ թվում իմ ասած հենց նոր որից մեջբերում կատարեցի, շատ լավ ֆանտաստ է, Թեոդոր Ստարջոն։ Կան այդպես շատ լավ հեղինակներ, որոնք շատ բարձր գրականություն են ստեղծում։ Դա մենակ այդպես ժանրի համար չի, էլի։ Բայց իսկապես շատ կարևոր խնդիր է, ոնց անել, որ բայց այդ հարցերի պատասխանները ես տվեցի։ Բարձր ֆանտաստ գրողը մենակ ֆանտաստիկ գրականություն չպիտի կարդա։ Ինքը պիտի ամեն ինչ, հասկանում եք, բոլոր ֆանտաստ գրողները լավ փիլիսոփայություն են իմացել, լավ։ Դուք պիտի նաև ասենք այդ փիլիսոփական բազան ունենաք,
տարբեր գիտական նորություններին պիտի հետևեք, հասկանում եք, հատկապես ասենք կապ չունի թե որ բնագավառի, բայց այդ տվյալ ոլորտի գիտական ամենակարևոր հայտնագործությունները պիտի անգամ ասենք օրինակ ֆանտաստիկայից հեռու հեղինակներն են։ Դա շատ կարևոր է, որ հեղինակը գրողը կարդում է ոչ գեղարվեստական գրականություն։ Ինձ թվում է թե մենակ գեղարվեստական գրականություն պիտի կարդա գրողը, չէ՞։ Բժշկության ոլորտի լավագույն գրքերը պիտի կարդա, ասենք չգիտեմ, կենսաբանության, քիմիայի, ինչքան որ կարողանում է, ասենք։ Ես օրինակ ժամանակին ինչքան որ հասկանում եմ, ինչքան որ Ֆեյնմանի լեկցիաներն էի, ասենք ֆիզիկայի կարդում, փորձում եմ ամենտեղ քիթս խոթեմ էլի ճակերտներով, հասկանում եք, դա հետաքրքրեն քեզ բոլոր երևույթները, բոլոր բնագավառները, առավել եւս այն գրողին, որը պատրաստվում է ֆանտաստիկայի մեջ խոսք ասել։ Ու գրողի խնդիրը հենց երևույթները ճանաչելն է, աշխարհը ճանաչելն է։ Ինքը գրելն էլ է դրա այդ process-ը եւ կարա չգրի, կարա այնպես էլ ճանաչի։ Վերջո այդ ճանաչողության մարմաճը պիտի լինի էլի գրողի մեջ։ Ինձ թվում է դա էլ է հարցի պատասխաններից մեկը դա է, նաեւ որ ինքը լավ բազա ունենա ֆանտաստ գրողը։ Ոչ թե այս պահին մի հատ իդեա եկավ, այդ իդեան ինչ-որ դրանք փոքր բաներ են, հա, ու մտքով էլ ասես լավ իդեա կարա մի անգամ, երկու անգամ անցնի։ Սենց բան կա Դաստոևսկու վերաբերյալ, որ նու այդ երևույթը կատարվել է 19-րդ դարում ամեն դեպքում, այդ ֆիքսենք, մինչև այդ գրականությանը հայտնի չեն մարդու ներաշխարհի թափանցումներ, այդպես, այսինքն գրականություն շատ արտաքին օբյեկտիվ ձևով է պատկերվել, եւ հերոսեներ ինչ անում էր, իր արարքներն էին։ Հերոսը նույնանում էր գործողության հետ։ Ինքը բացահայտում էր իրան, դրսևորում էր գործող։ Հերոսի մասին ինչ կարա իր ասեր, դա էլ է շատ շատ բաներ բացում, հասկանում ես։ Օրինակ ես կերազեի Աստվածաշնչի են տեսարանի նման են, որ ասում է աքաղաղը լացեց ու Պետրոսը գնաց լաց եղավ, ասենք, հələ ինչքան հուզական լիցք պարունակող օբյեկտիվ տեսարան է։ Պատկերացնում ես ինչ կատարվեց Պետրոսի հոգի աշխարհում, որ ասենք այդ աքաղաղի կանչը ոնց փոթորկեց իրան։ Դա էլ է շատ մեծ հնարքներ բացում, արտաքին բանով ցույց տալ ինչ կատարվեց հոգեկան, բայց որ գրողը թույլ տա իրան իրավունք վերապահի մտնի գրողի մարդու ներաշխարհ, դա կատարվեց միայն ֆիքսենք 19-րդ դարում։ 19-րդ դարում դրա փորձերը արել են շատ հեղինակներ, բայց ես կասեի, որ Դաստոևսկուն շատ հաճախ քննադատում են այն կերպարների բացակայության, որոնք իրականության մեջ չկան, ասում են, բայց իրականության մեջ sense մարդիկ կան, որ ասենք դու պատկերում ես եւ այլն, դա իր քննադատության հիմնական, ինչեւ շատ հիմա շատերը չեն հավատում Դաստոևսկու հերոսների, բայց դա էական չի ինձ համար, որովհետեւ երբ որ ես օրինակ կարդում եմ Միշկինի հետ օրինակ, որ հաղորդակցվում եմ Միշկինի, ես ուզում եմ Միշկին լինեմ, ես ինձ Միշկին եմ զգում, ես զգում եմ ինչքան Միշկին կա իմ մեջ, հասկանում ես, ես ուզում եմ Միշկին լինել, ես երբ որ Լեոն Բլուայի կարդում, ասենք Լեոն Բլուան այնքան նողկալի մարդ ա եղել, ասում են, որ ընկերները այդ ընկերություն չեն արել, այնքան սոված ա մնացել, որ երեխեք սովից մահացել են, այնքան ինքը աղքատապաշտ ա եղել, չքավորապաշտ ա եղել, նույնիսկ աղքատության ու չքավորության մեջ է տարբերություն դրել, մարդը չքավոր պիտի լինի, ոչ մի բան չպիտի ունենա, բայց որ կարդում եմ ասենք իրան, ես ուզում եմ լինեմ այդպիսին, հասկանում ես, այսինքն այստեղ կարևոր չի, դու ֆենոմեն ես ստեղծում, երբ որ գրողը գրում է, կարա ինքը ֆենոմեն ստեղծի, որը իրականության մեջ չկա, ով ասեց, որ դա իրականության մեջ պարտադիր պիտի լինի, այդ ֆենոմենը գրողը ինքը կարա ստեղծի, եւ այս իմաստով Դաստոևսկին հասել է այնտեղ, այնպիսի ֆենոմենների նկարագրության, որը չկա, եթե այտենց չկա, բայց այդքան խոր է, մարդուց էլ խոր է, մտել է այդպիսի բաներ է ստեղծել, տեսել,
մարդու մեջ, որոնք կարող է մեր մեջ հենց այդ դա եմ ուզում ասեմ, եթե ես ուզում եմ լինեմ, ուրեմն դրա ներքին բանը իմ մեջ կա պոտենցիալը, հակումը այդպեսին լինելու, ուրեմն ինչ-որ մի թաքնված ձևով կա իմ մեջ, դա կարող է միջնադարյան մարդուն ավելի հատուկ լիներ, կարող է միջնադարյան մարդը տենց տարապեր այդքան խորը եւ այլն, բայց դա մեզ արդեն հատուկ չի, դա մենք չենք կարող ասենք, ուզում եմ ասել, որ գրողը լրիվ իրավունք ունի ֆենոմեններ այդպիսի ստեղծելու, Դոստոևսկին ես հասարակ մարդ չեմ էլ համարում, նա երբ ոչ նա հասարակ գրող է, ոչ հասարակ մարդ է, նա բացառիկ հանճար է էլի, հանճար եսի, այդպեսին շատ, հա, այդ իմաստով այո, Դոստոևսկին ամենախորն է գնացել, ամենախորը, բայց կան նաև ավելի նուրբ բաներ նկատումներ ունեցողներ, օրինակ Պրուստը, Պրուստի նման էլ մարդու հոգեաշխարհի նրբերանգները ոչ ոք չի նկատել, ոնց որ փիլիսոփայության մեջ կան շատ խորը գաղափարների փիլիսոփաներ եւ կան շատ նրբանկատ, ոչ շատ խորը, բայց շատ նրբանկատ փիլիսոփաներ Ես կարծում եմ, որ այո, այդ խորության իմաստով, այո, Դոստոևսկին ամենախորն է գնալ։ Արհեստական բանականությունը նաև դա Մարիամի հարցին էլ է վերաբերում, ապագայում, քանի որ ես վստահ եմ, որ գրականության մի զգալի մասը կհանձնվի նաև բանին, արհեստական բանականությանը, կտրվեն թեմաներ, կստեղծվեն, ասենք, օրինակ, չգիտեմ, այս ինչ գրողի ոճով, կարող է դու 10 նայինք քեզնից լավ այն ինչ որ դու պետք է շարադրեիր քո ոճով շարադրի, այո, շատ բաներ հրահանգներ տաս եւ այլն ինքը անի, ոնց որ օրինակ, ոնց ենք պատկերով կպատկերացներ, ասենք, շատ տարիներ առաջ 1990-ականների սկզբին, որ copy paste-ը, ասենք, հնարավոր է, ասենք, քո տեքստից մի բան, ասենք, մի տեղից միտեղ տեղափոխես, հենց, ասենք։ Այդ ձևով ապագայում կտան այդ ստեղծագործական process-ն էլ կպատվիրակեն արհեստական բանականությանը, որը կտանի նաև էլի այդ միօրինակության, ինչ որ արհեստականության, որտեվ հուզական ինտելեկտ չունի ամեն դեպքում, արհեստական բանականությունը հուզական ինտելեկտ չունի։ Դա համատարած խնդիր է, որի դեմն առնելը մարդիկ գիտական հոդվածներ են գրում արհեստական բանականությամբ, ես դա էլ գիտեմ։ Հիմա եթե գիտնականն է դա անում, դուք ինչ եք ուզում հասարակ ուսանողից ստանաք։ Դա շատ վատ տենդենս է, որովհետև, բայց մի կողմից էլ լավ է, ամեն ինչ երկսայրի սուր է։ Ինձ թվում է կգա ժամանակը, որ իսկապես հանճարները գրականության մեջ հանճարը նորից կդրսևորի իրան։ Ես դրան կարամ վիճակագրությամբ պատասխանեմ, օրինակ ասենք չինական վեպի օրինակը, որ բերեցի, չինական վեպն էլ համենայն դեպս դասական շրջանում, որտեղ մի 20-րդ դարում Եվրոպա կենտրոնացումը շատ է արևմտամետությունը, թե ճապոնական, թե չինական գրականության մեջ, բայց ուղիղ համեմատական է իրանց տարածքին, ասենք չինական վեպերը, որ նայում ես, 2000, 2500, 3000 էջանոց վեպեր են, հասկանում ես, այն միջնադարյան իրանց արձակ ստեղծագործությունները։ Կայսրության, ասենք, կարակ նայեք վերցնեք ֆրանսիական վեպ, անգլիական վեպ, դրանք կայսրություններ են, բնականաբար կայսրություններ են եղել ռուսական վեպ, կայսրություններ են, կայսրության վեպը ուրիշ է։ Ամեն մի երկրի տարածք, հավակնություն, բան, իր ուղիղ համեմատական է իր գրականության ժանրին, հա։ Մի քիչ արևելյան մենտալիտետին հիմա ես նաև մի ուրիշ բան ասեմ, էլի, նաև կան ըստ իս մշակույթները պետք է բաժանել 3 մասի։ Ֆիզիկական մշակույթ, հոգևոր մշակույթ եւ մտային մշակույթ։ Եթե մենք համարենք, որ ֆիզիկական մշակույթը կարելի է դասել ֆիզիկական մշակույթի մեջ ճարտարապետությունը, ու ասենք ճարտարապետություն, այդ թվում կարելի է նաև պարը դասել եւ այլն, ֆիզիկական դրանք
մշակույթներ են։ Հոգևորը գրականություն կարելի է դասել, երաժշտությունը կարելի է դասել եւ այլն, եւ կա մտավոր մշակույթ, աստվածաբանություն, փիլիսոփայություն, որը զուտ մտքի հետ գործ ունի, այնտեղ մտային աշխատանք է կատարվում, հա։ Այսինքն բայց ազգերը ամեն մի ազգ ունի ավելի այսպես լիարժեք է իրան դրսևորում որևէ մշակույթի մեջ։ Օրինակ հայկականը ես համարում եմ ֆիզիկական մշակույթ է, ճարտարապետությունը բացառապես։ Տեսեք մեր պարերն էլ ասենք այդ հին հայկական ավանդական այդ պարերը բանը եւ դրանք էլ են ֆիզիկական շարժումներ են, մարմնական շարժումներ են։ Հոգևորը, ասենք ես օրինակ 19-րդ դարի գրականություն, ռուսական գրականությունից մեծ երևույթ, մեկ էլ ասենք օրինակ կհամարեի հին հունական գրականությունը որպես խոշոր երևույթ, որպես էլի հավասարը չունեցող ֆենոմեն է 19-րդ դարի ռուսական գրականությունը։ Եվ որպես հավասարը չունեցող ֆենոմեն մտային մշակույթի ես կասեի գերմանական փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, փիլիսոփայությունը գերմանական, որի էլի հավասարը չունեցող փիլիսոփայությունն է։ Հիմա այսինքն ամեն մի ազգ, մշակույթ մի քիչ ավելի լայն են փորձում նայել, էլի։ Հիմա արևելյան ազգերը սովորաբար ինչքան էլ ուզում ասենք չինական վեպերը մեծ էին եւ այլն, բայց չինական պոեզիան շատ ավելի զարգացած էր, ճապոնական պոեզիան շատ ավելի, քան արձակը։ Իրանց մոտ այդքան պարսկականը նույնը կարելի ասել, չէ՞։ Էլի լավ արձակագիրներ ունեն, դա չի հերքում հակառակ է, էլի։ Բայց սրանք ավելի շատ այդպես զգացական, էմոցիոնալ, այն մտային, ամեն դեպքում աշխարհայացքը նրանց ուրիշ է։ Այն զուտ մտային մշակույթը, որը Եվրոպային է բնորոշ եւ արտահայտվում է օրինակ փիլիսոփայության մեջ, զուտ մտային այդ մշակույթը, դա մենակ ասենք Եվրոպային է։ Ի վերջո վեպն էլ եվրոպական ժանր է։ Վեպը ինչքան էլ ուզում ասենք Գենզի Մոնոգոտարի ստեղծված լինի Չինաստանում կամ ասենք Ճապոնիայում կամ ասենք Չինաստանում ասենք բան եռաթագավորություն կամ ասենք գետախորշերը եւ այլն, դրանք մեծ վեպեր են։ Բայց միևնույնն է, դրանք այդքան գերակշռող, դոմինանտ ժանրեր ու բաներ չեն։ Նրանց փիլիսոփայությունն էլ այդ համակարգային փիլիսոփայությունը չի, ուրիշ փիլիսոփայություն է։ Ինչ որ ուրիշ զգացողությունների, բաների վրա հենված։ Սա այսինքն ոչ առավելություն է, ոչ թերություն է, սա առանձնահատկություն է։ Եվ հայկական բանը ավելի շատ ես տեղավորում եմ արևելյան այսպես մշակույթի մեջ, այդ իմաստով, գրականության իմաստով։ Մենք ավելի շատ մեզ մոտ այդպես որ նայում ենք, հա, վեպը ունենք, բայց քիչ է։ Դա շատ բաների հետ է կապված։ Վեպը տարածք է սիրում ֆիզիկական, ինքը սիրում է։ Ամերիկայում օրինակ բավական է ասենք Քերուակը դուրս գար մի հատ ճամփորդության, որ ճանապարհին վեպը գրվեր, հա։ Գնար մի հատ Մեքսիկայի ճանապարհ, այդ այնքան մեծ է այդ տարածքը, որ մի հատ վեպով ուղևորություն, բանով, մեքենայով ուղևորություն այդ վեպը կգրվեր։ Ստե ինչ անի, ասենք։ Ստեղ Գյումրուց գնա, ասենք Սյունիք ու վերջ, ցան այդ խնդրից էլի, որ ասենք մարդ լավ չես ճանաչում իրականությունն, աշխարհագրողը ճանաչողության խնդիր չի դնում։ Սահմանափակվում այն ամեն ինչով, որ իրականությունը տալիս է իրան։ Ինքը իր աշխատանքը չի կատարում։ Այն ինչ որ պետք է ինքը կատարի, որ իրականության մեջ շատ ավելի բաներ տեսնի։ Ինքը դա չի կատարում։ Ինքը բավարարվում է նրանով, ինչ իրականությունը իրան տալիս է։